ամեն մի հայ վարչապետ է։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ստրուկի հարաբերություններ են։ Ցեղասպանության ժամանակ ընկնում էին թուրքի ոտերին, որ խնայի իրենց, անմիջապես զզվելով էին սպանում։ Տերն ու ծառան ինչ երկխոսություն կարող են ունենալ։ Լևոնը գնաց Քոչարյանն եկա։ Թուրքիան վայ էր անում, թե փոքր Հայաստանում բազեներն են եկել իշխանության։ Թուրքիա ուժի դիրքից դուք ասած անգամ եթե դու ուժ չունես։ Թուրքիան համարում եք ձեր տունը։ Ցեղասպանությունը նոր է ավարտվել։ Մենք Թուրքիա կարող ենք լեզու գտնել։ Ամեն քրդական տանը այդատիկ կա։ Ձեր պապերը ինչի միայն աղջիկերքն էին փրկում, մի հատ տղա փրկած չկա։ Մի պատմություն ամբողջ Թուրքիան ցնցել էր, դա ձեր հոդվածներ, թուրքին առաջին օթաչուն բարձվում է հայ է։ Սաբիհա Գյոքչեն Թուրք գնոջ դիբարն է։ Հրանտ Դինքի ընկերն է, ինչու սպանվեց։ Նորից Թուրքիան կառուցված է սուտերի վրա։ Հրանտը սուտի բադը սկսեց քանդել։ Ողջույն։ Ես ընթերցում եմ ձեր բոլոր ոգևորիչ նամակներն ու մեկնաբանությունները ու սրտան շնորհակալություն եմ հայտնում։ Մեզ կարող եք աջակցել երկու տարբերակով՝ անվճար բաժանորդագրվելով YouTube-յան մեր ալիքին, սեղմելով զանգակի կոճակը եւ հավանելով այն տեսանյութերը, որոնք դիտել եք եւ իրապես հավանել եք։ Եվ վճարովի տարբերակով միանալով ամսական բաժանորդագրությամբ Re-Armenia հարթակի մեր նախագծին ցանկացած գումարի չափով։ Ի դեպ, մենք պատրաստել ենք կադրից դուրս հատվածներ բոլոր այն մարդկանց, որոնք կմիանան Re-Armenia-ի մեր նախագծին։ Նշածս բոլոր հղումները կարող եք գտնել այս էպիզոդի նկարագրություն բաժնում։ Ի դեպ, մեզ կարող եք դիտել նաև արդեն Spotify-ում եւ Apple Podcast-ում։ Շնորհակալություն։ Այսօր իմ հյուրը թուրքագետ Տիրան Լոքմոգյոզյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն դուք։ Լավ, շնորհակալ եմ։ Ինչ եք անում սովորաբար առավոտյան 10:30-ին եւ որտեղ եք լինում։ Տանն եմ լինում հիմնականում, 10:30-ին արդեն ամեն ինչս ավարտած կնեմ, ասենք նախաճաշ, ծիտիկս մաքրել, ծաղիկներին ջրել եւ այլն ու նստած կնեմ արդեն կոմպի առաջ։ Շատ լավ։ Ես նշեցի, որ դուք թուրքագետ եք եւ այսօր ուզում եմ մեր զրույցի հիմնական մասը ծավալել հենց թուրքագիտության, հայ-թուրքական հարաբերությունների շուրջ, քանի որ հիմա հատկապես շատ մեծ կարիք ունենք լսելու մասնագիտական մոտեցման, բայց մինչ այդ մեր զրույցից առաջ մինչև տեսախցիկները նշեցիք, որ նաև երաժշտությամբ եք զբաղվում ու հենց իմ առաջին հարցը նաև այդ մասին էր, որ հայերը թուրքական դասական երաժշտության մեջ մեծ ներդրում ունեն ու նաև թատրոնում։ Այ կուզեմ հենց ձեր մասնագիտը արդեն նաև ոչ որպես թուրքագետ, նաև որպես երաժիշտ փորձենք անդրադառնալ խորապես այս հարցին։ Նախ ասեմ երևի թե ինչ երաժիշտ եմ ես։ Իհարկե։ Ես ավարտել եմ Ստամբուլի կոնսերվատորիան որպես օպերային երգիչ, հետո եկել եմ Հայաստան, Երևանի կոնսերվատորիան եմ ավարտել, ասպիրանտուրա եմ արել Գոհար Գասպարյանի մոտ, հետո օպերա եմ ընդունվել, գլխավոր դեր եմ երգել եւ հետո այդ 90-ական թվականներն էլ ոչ գործ կար, ոչ փող կար այդ գործի մեջ, թողել դուրս եմ եկել ես արդեն, հետո համերգներով եմ հիմնականում հանդես եկել, գինս սոպրանո էր, ես բարիտոն եւ երկուսով թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս համերգներ են տվել, ին արդեն տարիներ անցան, հիմա դեռ ուրիշ գործերով եմ զբաղված, երաժշտությունը երկրորդական է, ես նաեւ երաժշտագիտությամբ եմ զբաղվել, Կոմիդասի ծրագրերի վրա եմ աշխատել տարիներ երկրորդ ու հայտ եմ բերել Կոմիդասի գերմաներեն ստեղծագործությունները եւ Կոմիդասի թուրքերեն ստեղծագործությունները եւ հավաքած թուրքերեն երգերը գերմաներենները մի գրքով ամփոփել եմ 274 ֆորմատի հետ, ես չի պատկերացնում որ այդքան մեծ կլինի եւ հրատարակել եմ մեկ թուրքերեն լեզվով Թուրքիայում երկու անգամ էլ հայերեն ու գերմաներեն առանձին Հայաստանում թուրքերեն երաժշտություն ասեցինք, չէ՞, տեսակ որ արդեն Կոմիդասն հետաքրվել է այդ բանով, հատկապես ինքը երբ որ Կուտինա գնաց իր ծննդավայրը
այնտեղ մի ամբողջ բրակ կա, որ ինքը այս թուրքերեն երգերը հավաքել է տարբեր մարդկանցից երգել է տվել եւ ինքը նոտագրել իհարկե հայկական նոտաներով համբարձումյան կամ հայկական նոր խազերով կարելի ասել եւ անգամ վերևում գրել է թե ով է երգել ումից է դա ձայնագրել այդ ամեն ինչը շատ գիտական ձևով արել է ես մի թուրք երաժշտին դա որ ցույց տվեցի շատ ոգևորվեց զարմացավ ասեց այս մարդը 100 տարի առաջ մի բան է արել որը մենք այսօր դեռ նոր ենք սկսել սա գիտական հավաքածու է ասում է որ անուններով բաներով վայրով ումից է վերցրել երբ է վերցրել եւ այլն դա գիտական աշխատանք է եւ 100 տարի առաջ արել եւ մենք նոր սկսել ենք այդ գործը անել դրանք շարքներ եւ թուրքիներ են այսինքն շարքները այն երգերն են որոնց հեղինակը որոշ է իսկ թուրքիները անոնիմ ստեղծագործություններ են եւ հստակ է որ մեջը նաեւ կան մի քանի երգեր որոնք հայերին են պատկանում եւ ես ունեմ գտել եմ մի բան նաեւ դվյալ որ այդ երգերից գոնե մեկը կոմիտասի հոր է պատկանել բայց որը չգիտենք հիմա սակայն երգեր կան որ մեջը քահանայի մասին է կամ ինչ որ եկեղեցու մասին է դա հաստատ հայի կողմից ստեղծագործված է դա ոչ թե թուրքի կողմից բայց կան նաեւ երգեր որ ինչեւ այսօր էլ երգվում են Թուրքիայում եւ այդպիսի աշխատանք կա դա ես վերցրել եմ վերցանել եմ պատրաստի կոմպյուտերից մեջն է միայն թե դեռ չեմ հրատարակել տեսնենք գործերս եթե ներեմ մի օր դա եմ անելու գալով թուրքական երաժշտությունը տեսեք ոչ միայն երաժշտությունը այլ ճարտարապետությունը թատրոնը երաժշտությունը ինչպես ասենք եւ նաեւ տարբեր ուրիշ ճյուղեր ասենք արվեստի ճյուղեր կամ ասենք մասնագիտական ճյուղեր հայերը այն ժամանակ ճանաչված էին որպես լավ արվեստավորներ եւ լավ արվեստագետներ մի բան կա որ փորձում են թուրքերը շարունակ նսեմացնել հայերի այդ ներդրումը թուրքական արվեստի մեջ շարունակ ուզում են ինչ որ բան են սևացնել կամ բան անել աչքից հեռու անել որ չխոսվի դրա մասին սակայն կան բաներ որ չեն կարող անել օրինակ հենց թատրոնը այդպիսի մի ճյուղ է թատրոնը այնպես է որ հայերը երկար ժամանակ տասնյակ տարիներ իրենք թատրոն ունեին ստեղծում էին եւ այլն եւ ճանաչված դերասաններ եւ ռեժիսորներ կային այն ժամանակ թատրոնի բանում ծիրում այսինքն Հայաստանում են ճանաչված թե Թուրքիայում են ճանաչված բայց ինչպես որ ասացի դրանք լրելյալ անցնում են շարունակ եթե թատրոնի մասին խոսում են բայց չեն կարող ուղղակի ուրանալ հայերին դերը որովհետեւ անգամ հետագայում երբ որ արդեն թուրքական թատրոնն է ստեղծում էլի ստեղծողը հայ է Գյուլլի Հակոբ այսինքն Հակոբ Վարդովյան որը մահմեդականություն ընդունեց անունը փոխեց Վարդովյանը Գյուլլի դարձրեց Հակոբը Յակոբ կամ Հակոբ եւ թուրքական թատրոնը հիմնեց առաջի այսինքն թուրքական թատրոնը հիմնել է հայ իհարկե շատ բաներ հիմնել են հայերը շատ բաներ միայն թատրոնը չէ եւ առաջիններ են եղել շատ բաների մեջ հայերը եւ դերասանները անգամ թուրքական թատրոնում դերասանները էլի մեծ մասը հայեր էին եւ երկար ժամանակ նաեւ կանանց թուրք այսինքն մուհամմեդական կանանց չէր թույլատրվում թատրոն խաղալ բեմ բարձանա եւ հայ կանայք էին հայ աղջիկներ էին խաղում հայ դերասանուհիներ էին խաղում բայց հիմի որ օրինակ իրենք շատ ասենց բարձունակ ինչ որ բաներ ունեն հայկականը բանը չնշելու համար եւ նշում են առաջին հայ դերասան ներողություն առաջին թուրք դերասանուհի առաջի թուրքի անունն են տալիս
իսկ Թուրքիայում, այսինքն Օսմանյան գայսրությունը ոչ թե Թուրքիայում, մինչև այդ տասնյակներով հայ դերասանուհիներ են եղել, դրանք լրելյալ անցնում են։ Իհարկե այդ մարդիկ էլ Օսմանյան քաղաքացիներին, այդ մարդիկ էլ այդ երկրի քաղաքացիներին, այսինքն նրանք պետք է նշեն, բայց ասում են առաջին թուրք ու տենց միանգամից այսպիսի խաղեր անում են, անգամ Ճարտարապետության մեջ, առաջի ճարտարապետը Օսմանյան գայսրության գլխավոր ամենամեծ ճարտարապետը եւ Թուրքիայում այսօր էլ եթե ճարտարապետություն ասվի, առաջի անունը Միմար Սինանն է, ճարտարապետ Սինանն է, Սինանը հայ էր։ Այսօր կան մարդիկ, որ փորձում են դա էլ նսեմացնել, գրքեր գրել, փաստելու համար թե նա հայ չէր, բայց Օսմանյան падիշահի հրովարտակը կա, որտեղ նշվում է դա։ Այսինքն այնպիսի փաստեր կան, որ չես կարա նսեմացնել, սակայն իհարկե նաև ուրիշ բաներ կան, օրինակ կան մուսուլման, թուրքական անունը, մուսուլմանական անունով ճարտարապետներ, որոնցից մենք գիտենք, որ ոչ բոլորն էլ թուրք կամ իսկական մուսուլման, այլ բաներ են, այսպես ասած, շուր տվածներ, դոմեներ, այսինքն մուսուլմանությունը ընդունած, թուրքությունը, դե բանն Սինանն էլ այդպես էր, ինքը հայ էր, սակայն հետո ենիչար դարձավ, ու ենիչարները արդեն ավտոմատ կերպով մուսուլման են դառնում եւ թուրք են դառնում եւ այլ, սակայն հայ էր, դա մենք գիտենք։ Հիմի երաժշտության մեջ եղել են մեծ թվով հայեր, նաև հույներ, անգամ հрьяաներ, մի քանի հատ եւ ճանաչված մարդիկ եւ կարող եմ ասեմ, որ մինչեւ իմ մանկությունս, երբ որ հերոստատեսություն չկա, ռադիո ենք լսում, թուրքական TRT ռադիոյի կայանը շատ դասական կերպով էր աշխատում եւ ասենք օրինակ երաժշտություն են հрамցնելու անպայման նշում էին այս երաժշտության անունը ինչ է, ով է ստեղծել, ով է նվագում, ինչ է նվագում եւ այլն եւ այնտեղ ես մանկության ժամանակս միշտ լսել եմ ասենք հույնի անուն, հայի այն անուն, օրինակ հույն կար մի հատ Յորգո Բաջանով շատ նշանավոր այն ժամանակ դե թուրքերը արվեստի մեջ չկային, ուղղակի չկային դե ասենք օպերայում չկային, թե մնացած ասենք թուրք երաժշտության մեջ է, օրինակ կոնսերվատորիայում մեր տնօրենը թուրք մարդը ասում էր, որ դե ժամանակին ասում էր իրենց ժամանակ, այսինքն ասում էր բանը բոլոր քրիստոնյաներ են հայեր էին, հույներ էին ասում է, եւ մենք իրենց կողքը կանգնում էինք, որպես երկրորդական երկիչ ու նայում էինք, թե ոնց է բերանը բացում, ոնց է ձայնը արտաբերում, դա մենք էլ մի բան սովորենք։ Այդպես է։ Հետագայում արդեն կամաց մտան, որովհետեւ բանը նյութականը վարձատրությունը բարձրացավ ու ասենք մինչև այդ հայեր կային շատ մեծ քանակությամբ հայեր կային ու նրանք մինչև դուրս եկան, որովհետև փող չկար մեջը, ավելի շատ սիրողական մի բան էր, ով դիմացավ մնաց, ու հետո միանգամից լավ վարձատրվել սկսան, սաղ թուրքերը սկսեցին լեցվել այնտեղ, որովհետև փող կար մեջը, փողի համար ձայն ունեցող, չունեցող եւ այլն։ Ես ասեմ, որ մեր ուսանած ժամանակ երկու կոնսերվատորիա կար Թուրքիայում, երկու կոնսերվատորիայի մեջ էլ ամենալավ ձայները մենք էինք, հայերն էինք։ Մի ընկերս մյուս կոնսերվատորիայում էր, այս կոնսերվատորիայում մենք երկու հոգի հայեր էինք, որ ամենալավ ձայներն էինք կոնսերվատորիայում։ Այդպես էր, թուրքերը չունեն այդ բանը։ Եթե տեսնում եք, որ թուրքերի մեջ ինչ որ ձիրք ունի, ինչ որ ձայն ունի լավ եւ այլն, հաստատ իմացեք, որ նրա գեները խառնուրդ են, կամ հունական են, կամ հայկական են եւ այլն։ Այդպես էլ կա ամենալավ երաժիշտները, ասենք մեկը կար, որ գրետագրզուց է եկած։ Գրետագրզը հունական է։ Ինչ որ է, դա իմիջ այլոց ասեմ, կան նորից թուրքական երաժիշտներ, այո, մեծ թվով հայեր կան եւ կարելի ասել, որ 100-ից ավել։ Իհարկե սա մի 2-300 տարվա այս կտրվածքով թուրքական երաժշտություն ասվածը, դասական թուրքական երաժշտություն ասվածը դա բան է, դա հիմնված է հիմնականում հունական երաժշտության վրա, հույնները այո հիմա
այս վերջի տարիներին, վերջի տասնամյակներն ավելի ճիշտ է, աշխատանքներ են անում ու իրենց հնագույն երաժշտությունը իհարկե չգիտեմ այդ ոնց են անում իրենց խազերը կարողանում են այսօր գարտան ինչքան գիտեմ իրենցն էլ մոռացված է ինչպես մեր խազերը հայոց հին հայկական խազերը բայց չգիտեմ ոնց են անում այդ որ լսեք ու թուրքական դասական երաժշտությունը լսեք նույն բանն է նույն երաժշտությունն է այսինքն այն ժամանակ հույներից է սկսած այս հունական երաժշտությունից է ազդված թուրքական երաժշտություն գործվածը իհարկե մեջը մի քիչ արևելյան արաբական եւ այլն տարեր խառնված եւ նաեւ չմոռանանք նաեւ հայկական տարերը խառնված գիտեք ինչի որովհետեւ այս բոլոր հայ երաժիշտները որի մասին ասենք խոսում ենք դե 100-ից ավելի եւ այլն այս մարդիկ մեծամասամբ ոչ միայն ստեղծագործում էին այդ երաժշտություն, թուրքական երաժշտություն, այլ նաև երգում էին իրենք եւ նվագում էին իհարկե, ասենք մեկը քեմանի էր, մեկը ուդի էր, մեկը թամբուրի էր եւ այլն, այսինքն մեկը թամբուր էր նվագում, մեկը ջութակ էր նվագում եւ այլն եւ իրենք քանի որ լավ ձայն ունեին եւ նաեւ երաժշտություն, գիտեին երաժշտությունից հասկանում էին, իրենք նաեւ եկեղեցում էին դա օգտագործում դպիր էին եկեղեցում եւ դպիր լինելը մեծ պատիվ էր այն ժամանակ այսօր էլ մի քիչ բագասել է այդ բանը իհարկե Հայաստանում ընդհանրապես գոյություն չունի այդ հասկացությունը սակայն դպիր լինել միշտ մեծ պատիվ է եղել եւ մենք օրինակ իմ մանկության ժամանակ մենք դպիր ենք եւ դպիրներն էին երգում ոչ թե երջախումբներ երջախումբը հատուկ օրերին էր երգում միայն դպիր եւ 40 դպիր պատկերացրեք այս լեցվում էր դասը երկու շարք էին կանգնում մինչև խորան սարկավակը չէր կարողանում անցնել այսպես բան կար հոսք կար դեպի եկեղեցի ես 8 տարեկանից 9 տարեկանից եկեղեցում եմ ես դպիր եմ դպրության 4 աստիճան ունեմ աստիճանավոր դպիր եմ եւ ամբողջ պատրակը անկիր գիտեմ երկվածները հատուկ օրերի երկվածները անկիր գիտեմ մեզ մոտ տենց եկեղեցին ամենակարևոր ազգային հաստատությունն է որովհետեւ մենք չունենք ազգային հաստատություններ իրավունք չունենք ունենալու ասենք Արարատ ֆուտբոլի թիմ եւ այլն իրավունք չունենք մենք ունենալ պետության կողմից արգելք է իհարկե պետության կողմից արգելված է հետագայում մտածեցին մոտ մի 100 տարի առաջ ինչ-որ մարդիկ ինչ անենք ստեղծեցին սանուց միություններ դպրոցների սաների միություններ եւ ստացվեց սա դա ազգային միություն չէ սա դպրոցականների միություն է այս դպրոցի շրջանավարտները այդ դպրոցի անով միություն են իմնում մյուս դպրոցին այդպես դա է այդ երկրում այսպիսի բաներով պիտի առաջ գնաս ուրիշ չես կարա բադով գլխով բադով չես կարա անցնես բադի միջով չես կարա անցնես դրա համար դա է բայց հիմնական նորից մեր ազգային հաստատությունը դա եկեղեցին է եւ այսօր մի քիչ բակասել է դա բայց այնուամենայնիվ նորից ամեն ինչ եկեղեցու շուրջ է պատտվում եւ ամբողջ աշխարհը գնաք ամերիկա եւ այլ ֆրանսա բոլոր եկեղեցու սպասավորները սարգսակ դպիրները եւ այլն հիմնականում բոսայեր են հիմնականում թուրքահայեր են դա դրանից է գալիս դա է մեր ազգայինը եւ այդ մարդիկ էլ ժամանակին դպիր էին դպրապետ էին եւ այսինքն օրվա մեջ իմիջայլոց այն ժամանակ միայն գիրագիները չէր որ բատարակ էին մատուցում այլ ամեն օր ամեն առավոտվա երկեցողություն էր ամեն երեկոյան երկեցողություն է պետք է իմանալ որ մենք օրվա մեջ բազմաթիվ 7 բաներ ունենք արարողակարգեր ունենք այո դրանք բոլորը այսօր չեն գիրառվում իհարկե գուցե ոհան ինչ որ իջմիածնում եւ այլն սակայն հիմնականում ինչքան կարող են արավոտյան եւ երոգյանը անում են եւ օրինակ ես շատ լավ հիշում եմ իմ հոր եղբայրս անպայման ամեն արավոտ մտնում էր եկեղեցի մոմը վարում էր աղոթում էր դրանից մոտ էր եկեղեցուն իր աշխատատեղը գնում էր աշխատանքի այսպես էին եւ դպիրներն էլ ամեն արավոտ գնում էին եկեղեցի այդ արարողակարգը կատարում էին հետո ասենք իրենց ամեն մարդ իր արհեստը ուներ նաև ինչ որ գործով է զբաղվում եւ երեկոյան
գնում էին գինետուն դա ընդունված կարգ է ոչ միայն խմելու համար, այլ նաև ստեղծագործելու համար, այնտեղ էին ստեղծագործում, որովհետև հավաքվում էին բոլորը, ուրիշներ, ուրիշ երաժիշտներ եւ այլն, բանաստեղծներ, որովհետև մեկը գրում է, մյուսը ստեղծագործում է, չէ՞, երաժշտությանը վերածում։ Այնտեղ հավաքվում էին իրար հետ մեկը ասենք իրենց ուդը եւ այլն, մանդոլինը իրենց հետ տանում էին այնտեղ ինչ որ բաներ էր ստեղծվում, ինչ որ մեկը մի միտք էր հղանում, մի երաժշտություն, բանաստեղծը վրազ ինչ որ մի բան գրում էր, սա էլ երաժշտություն ու այսպես ստեղծվում էր։ Սակայն այստեղ մի բան կա, այս մարդիկ այսինքն առավոտ եկեղեցի, երեկոյան գինետուն ու դասական թուրքական երաժշտություն։ Ինչ էր ստացվում թուրքական երաժշտությունը ազդվում էր հայկական երկեցողությունից, բադարակի թեկուզ ասենք երկեցություն, իսկ բադարակը դժբախտաբար իհարկե այստեղ ազդվում էր նաև երեկոյան այդ բանի թուրքական ելևեչներով, այդ խաղերով եւ այլն ազդվում է։ Եվ այդ դիրացունները, դբիրները սկսում էին ինչ որ արևելյան այդ երանքներ մտցնել իրենց երկերի մեջ, այսինքն աղոթքների մեջ, ինչ որ խաղեր մտցնել եւ ասենք ամիրաները կային այնտեղ հարուստ մարդիկ եւ այն նրանց դուր էր գալ որովհետեւ այդ երաժշտությունը ընդհանուր երաժշտությունն է ամեն մարդ այդ երաժշտությունը ամբողջ երկրի մեջ հայ հույն եւ այլն այդ երաժշտությունն էր լսում երգում եւ այլն դե հիմա իրենք ախորժում էին եւ դուր էր գալիս այստեղ դեպիրը լավ արեց բրավո գուցե նաեւ մի բան մի հատ նվեր էին տալիս իրեն, նա էլ ոգևորվում էր ավելի շատ, ասենց, եւ դակիր է Կոմիտասը հենց դրանից շատ դժգոհ էր, ինքը ասում էր, ախ էս բոսահայ տիրացուները, ամբողջ այս պատարակի կամ հոգևոր մնացած երաժշտությունը աղավաղում են ասում են, արևելյան բաներ են մտցնում, ինքը փորձում է դա մաքրել, իհարկե դա մինչեւ այսօր էլ գա դեր մնացել է եւ մարդիկ կային հատկապես հիմա արդեն չմնացին նրանք կային որ շատ ուժեղ այդ խաղերը անում էին եւ ճանաչված էին այդ ալաթուրքան երգում պատկերացրեք արարողությունը ալաթուրքայով է երգում դա կար եւ կոմիտասը դրանից էր բողոքում այսինքն այս երկուքը ազդվում էր դրա համար թուրքական դասական երաժշտության մեջ են ինչ որ տարեր կտեսնեք, կլսեք հայկական երաժշտությունից կամ անգամ հոգևոր երաժշտությունից կարելի ասել։ Հիմքը իհարկե, ինչպես ասեցին, հունական է, սակայն մեջը թուրքական էլ կա, հայկական էլ կա, արաբական էլ կա, գուցե նաև պարսկական էլ կա։ Դա հաստատացելու համար պետք է լավ նստել, ուսումնասիրել այդ ամբողջ երաժշտությունը իհարկե դա ես չեմ արածելու չեմ անի ուսում եմ թողանի դա մեծ գործ է եւ ինչպես ասացինք 100-ից ավել երաժիշտներ մինչեւ ասենք մեր իմ մանկության շրջանում մենք ճանաչված այդպես հայ երաժիշտներ ունենք օրինակ կոնկրետ իմ ժամանակը ուտի հրանտ ուտի բողոսկային 8 նվագողներ եւ նաեւ դիքը երկեր են իրենք ստեղծագործել իմիջիայլոց նաեւ հայերեն երկեր եւ ուտի հրանտին ես շատ լավ հիշում եմ ուտի հրանտն ուտի բողոսն կույր էին եւ հետաքրքիր է ինքը հատուկ օրերին այդ իմ ծառայած եկեղեցու հենց կողքը բնակվում էր ինքը մեկ էլ գալիս էր իմիջիայլոց դեպիր որ ասում եմ միայն երախաները չեն դեպիրներ նայ մարդը 80 տարեկան կարող է ու դեպիր է այդ մարդը իհարկե կանգնելու շարքը կա այնտեղ մեծերը ասենց մեջտեղ են կանգնում նորերը նորեկները փոքրերը եւ այն ավելի ծայր ու ես հիշում եմ որ մեկ էլ ասում են ուդիրանտ եկավ եւ ուդիրանտը գալիս էր իրեն բերում էին դեռ կանգնացնում էին եւ երբ որ ինչ բաներ շարականներ պետք է երկեին ինքը անգիր դեր ամեն ինչ բարերով եղանակով անգիր գիտե թեև սենց բռնում էին գլուխը շարժում էր հասկացա ասում է այդ մասը այդ տոնը ինքն էր երգում այսինքն ես տեսել եմ վերջինները
իհարկե այսօր ինչքան ես գիտեմ այլևս չկան դասական թուրքական երաժշտություն զբաղվողներ։ Սակայն ինչպես ասացի, բավականին շատ են եւ իրենց ստեղծագործությունները շատ ճանաչված ստեղծագործություններ են, ոչ բոլորը իհարկե շատ նորից շատ չեն ուզում մարդիկ լսվի որ բա այս երաժշտությունը այս երգը հայի ստեղծագործություն է եւ եթե անուն պիտի նշվի անպայման թուրք բանի երաժիշտների անունը շատ մեծախորժակով նշում են, սակայն հայի անունը այդքան չէ, կան նաև մասնագետներ, որ դա չեն ուրանում, իհարկե դա էլ կա, օրինակ ես տեսել եմ մի դեպք, որ որոշել են ինչ որ հայեր մի երեկո կազմակերպել թուրքական դասական երաժշտության, բայց հայ ստեղծագործողների ստեղծագործություններով եւ գնացել են մի ճանաչված թուրք երաժիշտի եւ ասում են որ այսպեսի նպատակ ունեն, բայց ուզում ենք որ հայ բաների կոմպոզիտորների երկեն մարդու ասածը շատ է դակեր միջև ես sense հիշում եմ ասում եմ բաղով կա որ ուրիշ ասում եմ մարդը ցախտերոք են եւ դա արդեն ցուցանիշ է իհարկե ոչ բոլորն են այդպես այս մարդը նորմալ երաժիշտ եւ դա այդպես ինքը կարող է բաղում ցախտերոք են ասում են բայց սաղ չեն իհարկե պետք է դա ընդունենք սակայն այո շատ մեծ ներդրում ունեն հայ երաժիշտները թուրքական երաժշտությունների չմոռանանք նաեւ կարևոր մի բան է որ այդ նոր հայկական խազերի ստեղծող Բաբա Համբարձում Նիմանուջյանի այդ խազերը օգտագործվեց նաև թուրքական դասական երաժշտությունը գրի առնելու համար մինչև այդ թուրքերը չունեին նոթագրություն եւ եվրոպական ընդհանրապես չէր օգտագործում անգամ Հայաստանում չէր օգտագործում եւ ինչ որ մի երկու անհաջող բան կար ասենք Էպջեբերմեգի անունը նոթագրության բայց շատ անհաջող եւ չեր բավարարում երաժշտություն գրելու համար իսկ բանը Բաբա Համբարձում Նիմանուջյանինը արդեն համարյա թե կատարել հետո ավելի կատարելագործվեց սակայն համարյա թե կատարյալ էր եւ ոչ միայն մեր ամբողջ բادرակը եւ մնացած հոգեվոր երաժշտությունը գրի առնվեց նաեւ իմիջիալոս մերն էր քանի որ նախքին հին հայկական խազերը մոռացվել էին բանավոր էր գնում թուրքերեն երաժշտությունն էլ այդպես է դե դրա համար շատերը փոխվում էին կամ ընդհանրապես մոռացվում էին այդ երաժշտությունը եւ իրենք բարդում են հայերին Բաբա Համբարձում Նիմանուջյանին որ ստեղծեց եւ իրենք ամբողջ այդ իրենց ինչ որ գոյություն ուներ կամ հիշում էին չեր մոռացվել դեռ գրի են առնված այսօր արխիվներ մտնեք թուրքական արխիվներ երաժշտական արխիվներ կտեսնեք որ ամբողջ թուրքական դասական երաժշտությունը Համբարձումյան նոթաներով է գրի առնված շատ հետաքրքիր էր դուք ծնվել եւ մեծացել եք Թուրքիայում Թուրքիան համարում եք ձեր տունը Թուրքիան իմ ծննդավայրն է Այնտեղ երկար գործունեություն եք ծավալել, ակոս շաբաթաթերթում եք աշխատել, խմբագիրն եք եղել ու կուզեմ մի փոքր նաև այդ գործունեության մասին խոսենք ձեր, հատկապես գիտեմ նաև, որ Հրանտ Դինքի ընկերն եք Եվ մի պատմություն կա, որը ամբողջ Թուրքիան ցնցել էր, դա ձեր հոդվածներ, Աթաթուրքի հոգեզավակ, նույն ինքը հոգեդուստր, որդեգրած երեխայի մասին, որը պարզվում է թուրք կին առաջին օդաչուն է, այսինքն թուրք կին առաջին օդաչուն պարզվում է հայ է, եւ Ստամբուլի երկրորդ ամենամեծ օդանավակայանը մինչ օրս կրում է իր անունը, անունը Սաբիհա Գյոքչեն կուզեմ այդ հոդվածի մասին խոսեք, որին կցվեց նաև Հրանտ Դինքի անունը եւ ինչ տեղի ունեցավ։ Գիտեք, Սաբիհա Գյոքչենի մասին մեր համայնքի մեջ միշտ էլ խոսվել է, որ ինքը հայ։ Միջից Աթաթուրքը մի քանի հոգեզավակ ուներ։ 8 չէ, կարծեմ 7 ինչքան ես գիտեմ։ Տարբեր տարիքների եւ այն
թե դղա, թե աղջիկ, դրանց հետ կապված է ինչ-որ սիրսավներ կան և բայց դա արդեն մեր գործ չէ, դրանց և քանիսը հայ էին կամ հայ չէին, ինչ ազգ էին, դա հստակ չեն, շատ հավանական է, որ միայն Սաբյան չէր, որ հայ կգան ծագումներ, և գիտեինք այդպիսի զրույցներ միշտ լինում էր, սակայն ոչ մեկ չէր խոսում, որովհետև մի քիչ դժվար է դրա մասին խոսելը, որովհետև թուրք գնոջ տիպարն էր դա, մոդեռն ժամանակագից թուրք գնոջ տիպարն էր, օդաչու, աշխարհի առաջին ռազմական օդաչուներ, գին ռազմական օդաչու ինքը, և առաջին գին օդաչուներից մեկը, 23 տարեկանում էր, չէ, առաջին թռիչքը կատարել։ Եվ դրա համար էլ ազգանունը գök չեն դրեց, գökը նշանակում է երկինք, Աթաթուրքն է դրած այդ ազգանունը, երբ որ եկավ, որովհետև թուրքերը ժամանակին ազգանություն էին, 30-ական թվականներին էր, որ օրենք անվեց, որ ամեն մարդ մի ազգանուն պիտի ունենա, և մարդիկ ամբողջ երկրում շարք էին կանգնում, ինչ-որ մի գրագիրի մոտ, նայել ազգանուն էր գրում, ով որ ասենք ինքը չէր կարողանում նորոշվել, թե ինչ ազգանուն վերցնի, այդ մարդը ինչ-որ մի ազգանուն էր գրում իրենց, բայց ինչպես ազգանուն չունեին։ Չունեին, Ահմեդօղլու, Մեհմեդօղլու Ահմեդ, իմիջիալ շատ ազգեր կան այսօր, դեռ այսօր կան, օրինակ հրյաները, արաբները, Բեն-Սասոն, որ ասում են հրյաները, դա բենը դղա է նշանակում, Սասոնի դղա, Աբու, արաբերենն էլ Աբու Հասան, Հասանի դղա է, այսինքն այդ մարդու անունը չի իրականում, որ անունով է գոչվում, Աբու Հասանն ասում, այսինքն Հասանի դղա։ Այդպես մենք ունեցել ենք պարսկական ազդեցությամբ Շահանդուղտ, Որմիզ դուղտ, Որմիզի աղջիկ, Շահանի աղջիկ։ Ճիշտ է։ Գուցե նաև մեզ մոտ էլ այդպիսի մի բան եղել է ինչ-որ մի շրջան, չգիտենք, ամեն դեպքում, երբ որ Թուրքիայում օրենքով դրվեց ազգանուն, մենք ազգանուններ ունեինք արդեն, այսինքն Թուրքիայի հայերը ազգանուն ունեին և այդ ազգանունը գրել տվեցին այնտեղ։ Իհարկե, սենց մի բան կա, շատերը նաև Արևմուտք Հայաստանում իրենց արհեստը նաև գրել տվեցին, դրա համար է գալիս Դեմիրճյան, Նալբանդյան, Ոսկերչյան, Փափազյան, Դերդերյան, հայերենով կամ թուրքերենով։ Նալբանդյանը ևս մասնագետ։ Նալբանդյանը բան է, Նալբանդը բան է, պայտագործ։ Նալբանդ, պայտագործ։ Օրինակ նույն ազգանունը հայերենով ու թուրքերենով կա, Փափազյան և Դերդերյան։ Ասենք մեկը Դերդերյան է գրել տվել, մյուսը Փափազյան է գրել տվել, կամ Քեշիշյան, նույն բանն է, հոգևորական, Քեշիշ։ Շատ հետաքրքիր։ Այս կամ Ժամագործյան կամ Սահակջյան, այդպես, հիմնականում իրենց արհեստներն էին դրել, կամ ինչ-որ մի ուրիշ բան։ Օրինակ իմ անունը ազգանունս Լոկմագյոզյան է, Լոկմագյոզլի նշանակում է մեծ աչք ունեցող, սիրուն աչք ունեցող։ Իմ բաբիս բաբը Վանից գաղթել է եկել է Ստամբուլ, ինքը մեծ սիրուն աչքեր է ունեցել, որպես մականուն իրեն կոչել են Լոկմագյոզլի, այսինքն բանի նման է, ասենք Չոլակյան գա, Թոփալյան գա, իրենց ընտանիքում հայրը կամ ինչ-որ մեկը Չոլախ է եղել, ումից է ասել են, ասենք Չոլախյաններից, ու դա ազգանուն է դարձել, կամ Թոփալյան, մեկը Թոփալ եղել, Թոփալյաններ, Կռնատյաններ կան օրինակ Հայաստանում։ Կռնատյաններ։ Կռնատյան, կան Հայաստան, այո, դրանք էլ նույն բանն է, Չոլախյանն է։ Այս բանը, այս մականունը, իմ բաբիս բաբի մականունը դարձել է մեզ մոտ ազգանուն, երբ է դարձել, որ թվական ինչ է, արդեն չեմ կարող ասեմ, բայց մոտավորապես ես հաշվարկել եմ 19-րդ դարի սկիզբները պետք է լինի, այն ժամանակներ պատկերացրեք ռուս օսմանյան, ռուս պարսկական, թուրք պարսկական պատերազմներ կային իրար հետևից, փախ կար այն ժամանակ, մեկը ասենք բաներ ջավախք էր փախնում, մյուսը չգիտեմ որ, երևի ասում եմ, որովհետև չգիտենք, իմ բաբիս պապն էլ եկել է Ստամբուլ, դրանով փրկել է իր սերունդը,
որովհետև եթե մենք բանում մնայինք, գուցե ես այսօր չլինեի աշխարհում, քանի որ Ստամբուլում ցեղասպանությունը չկատարվեց ուղղակի, այլ բայեցին հետոյի համար, հետոն էլ չեկավ Պարկաստո, բայց իմ ընտանիքն էլ դուժած է Աբդուլհամիդի կոտորածների ժամանակ, որովհետև Աբդուլհամիդը նաև Կոստանդնուպոլսում, մայրաքաղաքում կատարեց նաև կոտորածները, Համիդիեները բերել էին Ստամբուլ, դա երկար պատմություն արդեն մեր բանից դուրս է ընտրեց։ Այդ ազգանվան օրենքից հետո իմիջայլոց մեծ պատիվ էր, երբ Աթաթյուրքն էր շնորհում ազգանուն ինչ-որ մեկին եւ այս աղջկանը շնորհեց Գոկչեն, երկնային կարելի ասել, քանի որ ինքը պիլոտ էր դարձել արդեն։ Եվ խնդիր կա, որ ինքը ասում է, որ ինքը նաև դերսիմի այդ կոտորած կամ անգամ ցեղասպանության ժամանակ ինքը նաև այդ պիլոտներից մեկն էր, որ ռմբակոծել էին դերսիմը վերևից, սակայն կոնկրետ բան չկա, այնտեղ դվյալ չկա, բայց շրջանառվում է միշտ այդ վարկածը, վայ, հայը մեզ ռմբակոծեց ասում է, սակայն չգիտենք 100%։ Ամեն դեպքում ինքը դա բան էր, ինչպես ասացին, ժամանակակից թուրք կնոջ տիպարն էր, ու դա իդոլ էր, եւ իդոլին գտնելը, դրա մասին խոսելը շատ ծանր է դվան կարող էր ունենալ, դրա համար ոչ մեկ չէր խոսում, մենք մեր մեջ խոսում էինք, միշտ խոսքը լինում էր։ Մի օր Հրանտը ինձ զանգեց այն ժամանակ եւ ասաց, որ ինչ որ մի գին կա, եկել է այս մորքուրը, որը Հայաստանում է ապրում, գնացել է Ստամբուլ աշխատելու եւ մի քանի տեղ դիմել է, ասենք, բادرակարան, եկեղեցի, ինչ որ մի քահանա եւ այնտեղից են ասել, որ ավելի լավ է չխոսես դրա մասին, համ դու կվարվես, համ մենք կվարվենք ասել են, ասեց, sense մի հատ կին գա հայաստանցի, մի հատ կտիս իրան։ Ես կտա այդ կնոջը, հարցազրույց արեցի, լավ է այն ժամանակ այստեղ էր, մի քիչ վախենում էր, ադետակիրը ինչ է, մեր անունը դուրս է եկել, որ մենք շատ վախվորած ենք, որովհետեւ մենք միշտ զգուշ ենք, մենք գիտենք մեր գլխին ինչ կա, բայց ես բարձեցի, որ այս երկար տարիների մեջ հայաստանցիները ավելի շատ են վախենում։ Այսինքն ինչ որ բան է, վայ ես ժամանակին ինչ որ բան եմ ասել, կարող է հիմա Թուրքիա գնամ, ես հազար բան եմ ասում, ինչ եմ բռնում, քեզ պիտի բռնեմ, որ մի բան ասեցի, մաքսիմում կբռնեն քեզ ականջից դուրս կշպրտեն, քեզ ոչ մի բան անող չի։ Այն դեպքում այս կինն էլ վախենում էր։ Մի կերպ հանգստացրի, համոզեցի եւ այլն, ու այդ հարցազրույցը արեցի եւ ուղարկեցի։ Ու այստեղ Հրանտը մի սխալ արեց, նաև իր մտքերը ավելացրեց այդ իմ գրությանս, այդ հոդվածին, ու իր անունն էլ ավելացրեց, այդ հոդվածը երևաց Հրանտինք Տիրանլոկ Մնգյուզյան անունով։ Գիտեք, սկզբում առաջի շաբաթը բան չեղավ, բայց մի ամենամեծ թուրքական թերթերից մեկը անդրադարձավ դրան ու արտադրեց։ Դե դա մեծ թերթ է, հարազատներով են կարդում, այդ թերթը որտեղ պես ոնց որ ռումբ ընկավ, ատոմային ռումբ ընկավ Թուրքիայի վրա։ Ուրեմն ուղղակի 3 օր այդ Թուրքիայի բոլոր թերթերը, անխդիր բոլոր թերթերը, էլ գյուղական, մյուղական, գավառական առաջի էջի վրա այս բանն էին դրել, այս լուրն էին դրել, թե Ակոսը գրել է, որ բանը Ցաբիա Գոկչենը հայ է եւ ու մեր երկուսի անունը կար։ Երեք օր շարունակ Տիրանլոկ Մնգյուզյան Հրանտին ու կնաց արդեն։ Պատկերացրեք, էլ մարդ չմնաց Թուրքիայում, որ դրա հետ կապված չխոսի, էլ բանը գեներալներ, սպայագույտի նախագահը, էլ քաղաքական գործիչներ, վարչապետ, չգիտես, այն ով ասեց դրա մասին, հիմնականում իհարկե 99% հարցակվում էր հայերի վրա եւ Ակոսի վրա եւ գրողների վրա, հատուկենտ մարդիկ կային, որ ասում են դե լավ հայ լինի, ինչ կլինի, որ կամ հայ կարող է հայեր, հետո թուրք էր ինքը եւ այլն այդպես ասողներ են կային, մեկը շատ հետաքրքիր գրել է
ինչ է ուզում են ես հայերը ասել որ Թուրքից տենց մարդ դուրս չի գա հայ պետք է լինի միայն այդպեսի ու ֆաշիստները սկսեցին ցույցեր անել, ագոսի արջև հավաքվեն, այդ իրենց նշանավոր երգը երգել, մի գիշեր անակնկալ կարող եմ գալ եւ այլն, դա իրական իհարկե դա սիրո երգ է, բայց շատ լավ օգտագործում է ֆաշիստների կողմից, միշտ կարող եք տեսնել, անգամ Էրդողանը մի անգամ արտասանել էր դա, ու ցույցեր, բաներ եւ այլն, մեծ խնդիր եղավ, շատ մեծ խնդիր եղավ, որովհետեւ ուղղակի մեղվի փեթակի մեջ է մենք խրեցին։ Հետաքրքիրը ինչ է, հրանտին ճանաչում էին մինչև այդ իհարկե ագոսի միջոցով, որովհետև ինքը դախորոք է սուրտ ելույթներ ունեցել բաներ եւ իրենց նշանառության տակ էր հրանտը։ Ինքը այդ հոդվածից առաջ էր խոսել հայոց ցեղասպանության մասին։ Գիտեք, հրանտը միշտ էլ խոսում էր հայոց ցեղասպանության մասին, սակայն այնպես չէ որ հրանտին սպանեցին հայոց ցեղասպանության մասին խոսելու ինքը ավելին հայոց ցեղասպանության մասին խոսողին չեն սպանի ու ինքը այդտեղ գիտեի որ թուրքերն ու հայերը երկկողմանի համակրում էին իրեն քանի որ երկուսին էլ ուզում էր հաշտեցնել եւ ստեղծել այդ բարեկամությունը նայած որ թուրքերը մի մասը միայն առաջին հերթին ինքը ցախագոմյան էր կոմունիստ ինքը եւ ցախագոմյանները հարում էին իրան իրենցից մեկն էր այո անգամ գային բաներից ազգայնականներից մարդիկ որ իրեն ճիշտ հասկանում էին եւ իրեն հավանում էին սակայն ինքը մի քիչ երբեմն անզգուշ էր խոսում եւ իրենք կարողանում էին իր այդ խոսքը դեռ ուրիշ բանի մեջ մտցնել այդպես էլ եղավ որ ասենք դատավարություններ եւ այլն եղավ բայց անգամ մասնագետ կանչվեց դատարան որ ասեց որ չէ սրա այս խոսքերի նպատակը սա չէ խոսքերի նպատակը ուրիշ բան է բայց այնուամենայնիվ դատարանը բանը կամ ֆաշիստները հալդի բռնացրել են իրան գլխին տալու համար եւ օգտագործում էին այդ բաները իսկ հա 3 օր մեր երկուսի անունը հնչում էր 4-րդ օրը իմ անունը դուրս ընկավ բայց դա շարունակվեց էլի մերտեր ամբողջ երկիրը խոսում էր դրա մասին իմ անունը դուրս ընկավ ինչի որովհետեւ ասում եմ հրանտը արդեն ճանաչված էր հրանտին գիտեին եւ ատամ ունեին հրանտի վրա իսկ Տիրան Բակմագյուզյանը չէին ճանաչում եւ նաեւ այդ երկրում էլ չէ հիմա դրա համար եմ ասում հրանտը այդ սխալը արեց իհարկե ինքը ինչ մոռանալ սկզբում արեց սխալ եղավ այն առումով որ քանի որ եթե միայն իմ անունը լիներ կամ եթե ինքը առանձին մի բան գրած լիներ այդ խնդիրի հետ կապված գուցե այդպես չլիներ բայց իմ գրածներս եւ իր ասածներս իրար հետ միասին ասած ոնց որ ասած մի մեծ փաթեթ ռումբ էր դա ու դա իր վզին մնաց ես արանքից դուրս եկա եթե միայն իմ անունը լիներ թե ես երկրում էլ չեմ ապրում Հայաստանում եմ ապրում այդքան էլ ճանաչված չեմ կխոսեին կքֆրտեին ինձ բանականին եւ այլն ու կմոռացվեր կարող է հա իմ անունս ինչ որ միտեղ նշվեր սակայն այդքան ուժեղ չէր լինի որովհետեւ ես իմ անունս այդ բաների մեջ չէր ճանաչվել բայց իսկ քրանտի անունը այո այսինքն ձեզ այդ շրջանում որևէ սպառնալիքներ ձեր կապած որևէ խնդիր չի եղել թերով բաներով ամեն տեսակ սպառնալիք կար բայց ուղղակի ինձ ուղղված այդպիսի մի բան չի եղել բայց հրանտը մի անգամ եւս հայտնվեց իրենց աչքի առաջը հետո էլ մի ուրիշ դեպք էլ կար որ այնտեղ խոսեց թուրքերի արյունով թունավորելու բանից մասին ու այդ նախադասությունը շատ հարմար էր ուզած կողմ դանելու տենց էլ արեցին մեկ էլ դա եղավ ու դրանից հետո արդեն որոշում դրեցին կայացրեցին եւ այլն երևի որ արդեն բան է գիտեք հրանտը չսպանվեց որ ցեղասպանության մասին խոսում ինչու սպանվեց նորից եմ ասում որովհետեւ Թուրքիան այն երկիրն է որը կառուցված է սուտերի վրա
ամեն ինչ սուտերի վրա է կառուցել իրենց պատմությունը, ամեն ինչ։ Եվ իրենք թշնամու կերպարի կարիք ունեն, թե արտաքին, թե ներքին թշնամիներ պետք են իրենց, շարունակ Թուրքիային թշնամիներ են պետք, որ այդ բանը, այդ ժողովուրդների, այդ խառնի ջաղանջը, որը միացրել են իրար բանը թուրք անվան տակ, շաղախը այդ սուտն է, այդ շաղախը չես իրավունք չունես քանդելու, այդ թուրք բանը հրանթը այդ սուտի բադը սկսեց քանդել։ Օրինակ, գիտեք, ցեղասպանության մասին խոսելուց բացի ինքը վերապրածներու մասին խոսեց։ Այսինքն որպես թուրք, որպես քուրդ վերապրածների։ Գիտեք ինչ եղավ։ Ամենաշատ հակազդեցությունը դա ստացավ։ Ու էլի Թուրքիան խառնվեց իրար եւ ինքը մյուս հոդվածում գրեց. ես գիտեի, որ այս երկում ցեղասպանության մասին խոսելը շատ դժվար է, բայց ես չգիտեի, որ վերապրածների մասին խոսելը ավելի դժվար է։ Գիտեք ինչի, որովհետեւ ստացվում է, որ Թուրքիայի ինչ որ մի մասը, մեծ թե փոքր, հայ են իրականում։ Այսինքն այդ մարդիկ, որոնք որպես թուրք են ներկայանում, հայ են։ Եվ իհարկե պետությունը գիտի դա եւ հետեւում է ամեն ինչին։ Սակայն որ դու ես դա բացահայտում, դա արդեն դու քանդում ես այդ պետության հիմքը։ Այդ հիմքն է քանդում է, կարող է այդ սուտերի բադը փլվի։ Իմիջիայլոց նույն խոսքը արեց մի ոստիկանապետ, ինչ որ մի մեծ խնդիր էր կատարվել, որ մաֆիայի եւ պետության եւ այլն այդ միաձուլումը բացահայտվել էր, այս ոստիկանապետին շատ էին նեղացնում ժուրնալիստները, խոսե, դու գիտես ինչ որ բաներ, այս այնքան նեղացավ, որ մի օր ասեց մի ստիպեք ինձ ասել, չեմ կարող խոսեմ, ես որ խոսեմ, այս բադը փուլ կգա։ Որ բադը, այս ստերի բադը, որի վրա կանգնած է ամբողջ պետությունը։ Տեսեք, ես միշտ ասեմ, ես նորից ասեմ այստեղ, Օսմանյան կայսրությունը բազմացք պետություն էր եւ շատ անգամ զարմանում են, թե հայերը ինչի են այսպեսի ծառայություն մատուցել Թուրքին եւ ինչ թուրք։ Ինչ թուրքական պետություն չէր դա։ Անունն էլ թուրքական չէր, Օսմանյան, Օսմանին էր պատկանում, Օսմանի ընտանիքին էր պատկանում։ Մի ընտանիքին պատկանող պետություն էր։ Այո։ Ես դες փաստեր կարամ բերեմ, եթե ժամանակ ունենք, բայց չունենք երևի այդքան, որ դա այդպես էր եւ այդպես ընկալվում է։ Եվ Օսմանյան կայսրությունը ինչից էր վախենում ամենաշատը։ Ամենամեծ վախը ինչ էր, այսինքն շարունակ ուզում էր կանխել դա ազգայնականությունը։ Ոչ մեկը, ոչ հայը, ոչ հույնը, ոչ արաբը, ոչ մեկը ազգայնական շարժումները միանգամից խեղդում էին եւ ճիշտ էին։ Գիտեք ինչից քանդվեց Օսմանյան կայսրությունը։ Ազգայնականությունից։ Որ ազգայնականությունից։ Թուրքական ազգայնականությունից։ Թուրք ազգայինները քանդեցին վերջ-վերջո Օսմանյան կայսրությունը, չէ՞։ Եվ ստեղծվեց Թուրքիո հանրապետություն։ Օսմանյան կայսրությունը փլուզվեց։ Հիմա թուրքերը ինչից են վախենում։ Ինչից են վախենում, ինչ են շարունակ առաջ բերում։ Միշտ թուրքը այսօր ասում է, որ մեր միությունը եւ միասնականությունը չխանգարվի, չխաթարվի, խանգարում է մեր միությունը եւ միասնականությունը։ Ախպեր, ինչից ես վախենում։ Եթե դու մի ազգ ես, անգամ մի ժամանակ էր, որ մեկը ասել էր, որ Թուրքիան մոզաիկ է, ֆաշիստների կազմակերպման բանը, Բախչելին այսօր բանը ՄԵՊ-ի բանն է, Էրդողանի գողքն է, կուսակցության նախագահը, ինքը ասեց, ինչ մոզաիկ, մարմար ձերքը խփելով, մարմար, այսինքն մի կտոր մոզաիկ չէ, մոզաիկը գիտեք, տարբեր քարերից է։ Մարմար է, բայց եթե մարմար է, ինչից ես վախենում։
Օրինակ, ես օրինակ կարամ բերեմ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ամերիկայի Միացյալ Նահանգները այն երկիրն է այս աշխարհի վրա, որ ամեն տեսակ ազգություն կա, ամեն տեսակ գրոնք կա, բայց Ամերիկայից ես կյանքումս չեմ լսել մեր միությունը, միասնականությունը։ Եվ ամեն մարդին են ամերիկացի զգում այնտեղ։ Հայն էլ ասում են, ես ամերիկացի եմ, չինացին էլ ասում են, ես ամերիկացի եմ։ Չկա այնտեղ խնդրեմ միություն։ Եթե դու միատար ես, ինչի՞ ես վախենում։ Որովհետև միատար չեն։ Որովհետև հիմնականում ջնշմամբ այդ դարբեր ազգությունները ձուլեցին իրար։ Մեծ մասամաճողացրեցին, բայց կան էլի մի բաներ։ Դրա համար էլ այսօր իրենք վախենում են, որ դա ի հայտ գա։ Եթե դուք դա բացում եք, մեջտեղ եք անում ինչ-որ բաներ, դա ամենամեծ վտանգն է։ Եթե դուք ցեղասպանության մասին եք խոսում, դա վտանգ չէ այդքան մեծ։ Դա վտանգ չէ։ Դուք կրնեք թշնամու գերբար, ու դա պետք է, թող խոսի։ Օրինակ մենք ունեցել ենք թուրքական պարլամենտում հրանտից հետո էլ մարդ, որ ցեղասպանության մասին խոսել է, իրեն սպանեցին, ոչ, մի բան արեցին, ձեդեցին, բանացին, ոչ։ Ինչի՞, որովհետև նա այդ տիպիկ բան է, թշնամու կերպարն է, որը վատ բաներ է խոսում, լեզվին պիպար են քսում, ու նստացնում են տեղը եւ այլն, ու դա պետք է, դա պետք է։ Իսկ հրանտը ուղղակի հիմքն է ներքանդում, իմանալով թե չիմանալով, դա չեմ կարող ասել։ Այնուամենայնիվ հիմքն է քանդում։ Դրա համար մի անգամից եւ մենք սպասում ենք, գիտեք, որ ինչ-որ բան պիտի անեն այս մարդուն։ Բիլ կարող են որնեն ծեծեն կամ ոդից խփեն, դա շատ ընդունված զգուշացման բան է։ Դա ոդից խփեն ու զգուշացնեն։ Անկամ բան կանչեցին, բանը գուսակալը կանչեց իր մոտ եւ այլն, բանով քաղաքավար գերբով զգուշացրին ու այսինքն փակ սպառնալիք կարեն դեր ասեցին դե մենք հասկանում ենք ձեզ մենք գիտենք որ դուք վատ բան չեք ասում բայց փողոցները լի են գժերով ասել մի հատ գիժ մի բան կանեն մի արեք էլի այսինքն հրանտ ինքը գիտեր որ իրեն գուցե սպանեն բայց սպանությունը ոչ մեկ չէր սպասում ասում են մենք այդ շրջապատը եւ այլն գիտենք մի բան գլխիդ մի բան պիտի կա բանման զգուշ անգամ ես այդ վերջի օրերն են մի անգամ դուրսն է սրանում գլխարկերուներ վզնոց դրած 1000 հոգու միջից կարայր տեսնեն մի օր մենք թերթում նստել էինք զարմիքսը դեր գործեր ունենք ինքը գնաց կայքավ եղեն ասես ինչ ես ինձ գնում գալիս չի մտածում որ պետք է զգուշ լինի ասենք ես իմ ասեց վստահում եմ երևի շփոթապար մի քանի օր հետո պատահեց դա ձեր վերջին հանդիպումներ մեր հա վերջին հանդիպումներից մեկն էր դե ես ստեղ եմ ապրում բայց մենք ընդանյուք գնացել ենք այդ օրերին դրանից մոտ մի ամիս առաջ ամիս չկար հայրս էր մահացել գնացել էինք ու գինսը իմիջիալ գինսը էր գրում ես 10 տարի գրեցի Հայաստանի ներկայացուցիչն է Ակոսի 10 տարի շարունակ իր մահից հետո թողեցին որովհետև հետո փոխվեց նրանց շատ մարդ դուրս եկավ բանը Ակոսը փոխվեց Ակոսի շատ մարդ դուրս եկավ որովհետև ղեկավարությունը փոխվեց ամեն մարդ դրանց չէր Ինչ էր կատարվում այդ օրերին Թուրքիայում ես տեղյակ եմ որ ավելի շատ իր թաղման ու այդ աղմուկի մեջ թուրքերն էին գերակշռում քան հայերը այո իհարկե դա այդքան հայ չկա արդեն հետաքրքիր է այո թուրքերը դուրս եկան հրանտին շատ բարդ էր ճանաչում միջազգ կարելի է հստակորեն ասել որ Թուրքիայում հրանտ ավելի շատ էր ճանաչված թուրքերի կողմից ավելի շատ էր ճանաչված քան Հայաստանում էր ճանաչված հայերի կողմից էր ճանաչված ոչ մի հրանտին չէր ճանաչում ճանաչողն էլ սխալ էր ճանաչում ու բայց հետո ճանաչեցին այն ժամանակ անմիջապես բանը մարդիկ հավաքվեցին Ակոսի առաջ դե մեր տունը շատ մոտ էր ինչ որ կինոս ընտեղ թերթում էր մեր վերջի օրն էր մի օր պիտի վերադառնայինք ես էլ
պիտի գնայի տանի լուր արա, վազելով գնացի, մի 5 րոպեից ընդեղին դրա բարգացեր ոստիկանների վայնը, գեր ներս մտա, հետո մարդիկ, հազարներով մարդիկ կվակվեցին, հետո թաղումը իհարկե, գիտեք, ես կարծում եմ, որ իրենք չէին սպասում այսպիսի բան, իրենք կարծում էին, որ կանենք ու վերջացավ մեր գործը կանենք, սակայն չէին սպասում, որ հարազատներով մարդ դուրս կգա։ Մենք էլ դեր օրը, այդ օրերը մեզ շարունակ բանում անցկացրի, գնում գալիս էինք, մենք սպասում ենք, որ ասենք մի տահի 30,000-40,000 մարդ կհավաքվի, այս հարազատներ։ Ասեմ, որ 100 չէր, 200,000 էր հավաքվել այդ օրը, այդ քայլար մինչև միգրացի, հաստատ մի քանի 100,000 էլ ասեմ, տներում էին, հերոներից եկողներ են, լիքը մարդ, ավտոբուսներով էին գալիս։ Ես կոնկրետ մարդիկ գիտեմ, ասեմ, Իզմիրից, Անկարայից, գող, կամ լուսամուտներից ծաղիկ շուպարտող, հետաքրքիր է, բայց սա Թուրքիա է, Թուրքիան 80 միլիոն է, չմոռանանք, 100,000-ը, 200,000-ը, ես այն ժամանակ էլ գրեցի, 100,000, 200,000 գաթիլ է Թուրքիայի, այո, 200 չէ, ես կրկնապատկում եմ 500-ն էլ կրկնապատկում եմ, 1 միլիոն մարդ, միշտ կողմում կա 79 միլիոն, որն է ավելի շատ, այն ժամանակ այդ 100,000 մարդ փողոցներում շատ մեծ հայերի մոտ հույս առաջացրեց, վայ, տեսակ Թուրքիայում ինչ է կատարում, 100,000 մարդ, ասում եմ, դեկուզ է տասնապատկում եմ ես, 1 միլիոն թող լինի, այս կողմը 79 միլիոն է, այս կողմը 1 միլիոն, հետո ինչ արեց դա քեզ, ինչ տվեց, Թուրքը փոխվել է, Թուրքիան փոխվել է, ոչ իհարկե, եւ դա ցույց տվեց, հենց մի շաբաթ հետո, սկզբում սրանք շշմել էին, այս ֆաշիստներ, մաշիստներ, բամանչին, ոչ ոքի ձեն դուրս չէր գալիս, ես ինչ կատարվում Թուրքիայում, բայց հենց մի շաբաթ հետո Տրաբզոնում, որտեղից էր մարդասպանը, ֆուտբոլային հանդիպման ժամանակ ամբողջ բաները մասնագետները այսինքն ինչ էր դա ասեմ նախորդ հետաքրքիր ինչ էր այդ մարդասպանը սպիտակ բրտյա գլխարկ գրգռում այսինքն հետաքրքիր է դա շատ տեսանելի էլ 1000 հոգու միջից այդ մարդուն ինչի այսինքն մարդասպանը պիտի այնպես անի որ ու կարողանա փախնի չէ այս մարդը ձեր քադրջանակ գլխին սպիտակ գլխար ու տենց փախել էր մի ավտոբուս էր նստել գնում էր տուն ճանապարհին բռնեցին որովհետև հայրն էր ճանաչել իրեն ինչ որ կամերաների մեջ բան է ու սպիտակ էր գա հայրը ճանաչել ու ոստիկանության ասել էր որ ինչի համար որովհետև որ մեկ էլ տեսար կարող է սպանել խփեն սպանել այնց ավտոբուսի մեջ բռնել էին իրեն գլխարկն էլ ատրճանակն էլ մոտն է ու սպանելիս ասել էր գյավուր չէ այդ կարևոր չէ ինչ է սպա ինչ է այնտեղ տեսանյութերում նաև կար որ երկու ոստիկաններին ինչ որ հսկում ինչի համար միջոցով եւ այլն ինչ որ է հետո մի շաբաթ հետո այդ ֆուտբոլային հանդիպման ժամանակ բոլոր Տրաբզոնի այդ թիմի բաները բալեշիկները ասեն սպիտակ բրտե գլխարկի հագած եւ բոլորը կորում էին բոլորս թուրք ենք բոլորս օգուն սամաստ ենք մարդասպանի անուն ինչ եղավ եւ դա շարունակվեց ուրիշ հանդիպումների ժամանակ այն դրանից հետո այդ մի շաբաթը սկսված էին չգիտեին ինչ պիտի անեն դրանից հետո սկսան հակառակվածների քանի որ մարդիկ հրանտի թաղման ժամանակ կանչում էին բոլորս հայ ենք բոլորս հրանտինք ենք իրենք էլ սկսան բոլորս թուրք ենք բոլորս օգուն սամաստ ենք այդ է դրանք իրենց մարդասպանի հետ են նույնացնում միայն մի 200,000 լավ ասենք 1 միլիոն մարդ իրեն հրանտի հետ են նույնացնում
79 միլիոն մարդ Թուրքիայում իրեն նույնացնում է մարդասպանի։ Դա է Թուրքիան։ Ոչ մեկը հույս չունենա։ Ինչպես են ապրում հայերը այսօր Թուրքիայում։ Ինչպես միշտ Թուրքիայում հայ լինելը դժվար արհեստ է։ Իսկ մենք փոքրուց սովոր ենք այդ ամեն ինչին, օրինակ դեռ փոքր, ասենք 2 տարեկան, մի տարեկան, ասենք լեզուն բացված երեխան, մորը հետ դուրս է գալիս, մայրը դուրս գալուց առաջ զգուշացնում է, փողոցում ինձ մամա չասես, Աննե պիտի ասես։ Փողոցում թուրքերեն են խոսում միշտ։ Դա կանոն է։ Ամեն։ Կանոն է։ Այդպես Այո, ներքին պաշտպանության խնդիր է։ Որ խնդիր չլինի, բան չլինի։ Մեկը կլսի, հա, այս կյավոր է, որ մի բան կլինի, կռիվ, գալմաղալ, բան, եւ ոչ մի տեղ էլ իրավունք չեք ունենա։ Դուք մի առիթով նշել եք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ստրուկի հարաբերություններ են, այդ հարաբերություններում տերն ու ծառան ինչ երկխոսություն կարող են ունենալ։ Ես ասել եմ, որ այսօրվա հարաբերությունները տերն ու ծառայի հարաբերությունները, որովհետև մենք գցեցինք մեզ այդ վիճակի մեջ։ Հետո կարող է վաղը ուրիշ մարդիկ լինեն մեր ղեկավարները, այլևս չլինի այդպես։ Այսօրվա մեր ղեկավարները մեզ այդ վիճակ են բերել։ Մի փոքր կմանրամասնեք, եթե մենք ընտրում ենք համագործակցելու, երկխոսելու ճանապարհը, ապա դա միակողմանի է արվում, թե իսկապես կան ելքեր, որ կարող ենք լուծումներ, որ եւ Թուրքիա եւ Հայաստանի կողմից հնարավոր են քայլեր, որոնք իրապես կբերեն համագործակցության եւ խաղաղ հարաբերությունների։ Ես դες նոր օրինակներով տվեցի եւ ասեցի. մի կողմում 1 միլիոն, մյուս կողմում 79 միլիոն։ Դուք կարող եք այդ Թուրքիայի հետ համագործակցել։ Դուք կարող եք այդ Թուրքիայի հետ խաղաղություն կնքել։ Ոչ իհարկե։ Դուք չեք կարող։ Որովհետև ձեր ձեռքը չի։ Այսինքն մենք չենք կարող, մեր ձեռքը չի։ Իրեն ձեռքն է։ Սահմանով փակեց, մենք ենք փակել։ Ոչ։ Սահմանը իրենք փակեցին, չէ՞։ Թշնամական ակտը իրենք։ Ինչեւ այսօր են իրենք թշնամին։ Մենք տեսեք մեզ մոտ հատուկ այդպիսի ադելություն, թշնամություն չկա։ Անկամ մի մոդել չկա։ Ինչքան էլ կա ինչ-որ բաների մոտ։ Այդ ես ինձ ասենց ստուկում եմ, ասում չէ, այդ ադելություն չէ, այդ թշնամություն չէ։ Ես պահանջ ունեմ, պահանջատեր եմ։ Պահանջատեր եմ։ Իմ իրավունքների, թե հողային, թե մարդկային եւ այլն։ Սակայն այսինքն ես այսօր չեմ մտածում այն բանի մասին, որ այնպիսի կարելիություն լինի, որ ամբողջ թուրքերի մորթենք կամ վերացնենք։ Եվ դժվար թե գտնենք մի հայ, որ այդպես մտածի, որ մի բան անենք, ամբողջ թուրքերին վերացնենք, մորթենք։ Մենք չենք ուզում այդպիսի բան, բայց թուրքերը ուզում են։ Այո։ Մինչև հիմա Թուրքերը այսօր են, այո։ Կարող հետևեք, ասենք Facebook-ին եւ այլն, այսինքն հասպարս հասարակ ժողովրդի խոսույթը։ Մարդիկ ուղղակի ասում են, որ այո, իմ բաբս արել է, շատ էլ լավ է արել, եթե այսօր կարելիությունը ունենամ, ես էլ կանեմ։ Հետո իրենք թշնամի են մեզ։ Եվ տեսեք պետությունների հարաբերությունը, ուզում մարդկային հարաբերություն։ Այն մի հատ հայերեն խոսք կա, դղու տանը հարսանիք է, աղջկա տանը խապարել չեն, ասում են, չէ՞։ Հարսանիքի համար երկու կողմ է պետք։ Եթե ես որոշել եմ, ես հավանել եմ աղջկան, ուզում եմ ամուսնանամ։ Աղջիկն է պիտի ուզենա, որ ամուսնանանք, չէ՞։ Երկու կողմ կա։ Եթե աղջիկը չի ուզում, մենք չենք կարող, իմ ուզենալը ոչ մի բան չի նշանակում։ Սա նույն բանն է։ Այսինքն մենք շատ կարող ենք ուզենանք, դա էլ է հետաքրքիր, այս ամեն ինչից հետո, ամբողջ կատարվածից հետո, անգամ Թալաթի խոսքը կա, որ մենք հայերին այնպիսի բաներ արեցինք, որ այս երկու
ժողովուրդները երբեք իրար հետ այլևս չեն կարողանա բարեկամանալ։ Ասեց Թալաթը, ասել էր Թալաթը։ Տեսնում եք, ու հայերը դեռ մտածում են, որ Թուրքի հետ բարեկամանան, չգիտես ինչ ունեն։ Նախ պիտի թուրքը մտածի դրա մասին։ Ինքն է մեղավոր էստեղ, չէ՞։ Ինքը պիտի խնդրե, որ կան գներես պիտի ասե գոնե, չէ՞։ Մեծ ուժեղի դեմ միշտ էլ թույլն է մեղավոր լինում։ Ուրիշ խնդիր։ Մեղավոր թե անմեղ, հիմա ինչի պիտի ես ամեն ինչ անեմ, որ ստորանամ, որ ինքը ինձ հավանի, ինքը ինձ բանանի, որ չի անելու եւ չի անելու ինքը, որովհետեւ ուրիշ աչքով է նայում եւ ես միշտ ասել եմ, անգամ դեռ այն ժամանակներն եմ ասել ես Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, որտեղ սխալ քաղաքականություն է։ Տեսեք, ժողովուրդները մարդու նման իրենց բնավորություն ունեն։ Եվ կան պետություններ, օրինակ Ամերիկան, որ դա ուսումնասիրում է։ Ամերիկյան հաստատությունները, չգիտեմ ինչ Պենտագոնն է, ով է այդ բանը, ես կոնկրետ կարդացել եմ հոդվածներ այդ կապված, դա տարիներ առաջ, որ ուսումնասիրել են աշխարհի բոլոր հասարակությունները, բոլոր ժողովուրդները եւ այն փոքր մեծ եւ այն, ասենք աֆրիկյան ցեղաբան, բոլորին գիտեն, անգամ արաբների մեջ տարբեր ցեղեր եւ այն։ Եվ ում հետ ինչպես պիտի խոսաս։ Այդ մարդը ինչ է հավանում, ինչը չի հավանում։ Օրինակ գա ասք ասում է դրա հետ պիտի սուտ չխոսաս։ Հենց որ զգաց որ մի բան սուտ ասեցիր, վարգանական կարող է թողնի սեղանում ու գնա։ Իսկ ուրիշ ասք կա որ ախորժում է նա։ Ինքն էլ է սուտ խոսում, ինքը ճոգում է որ դու էլ սուտ ես խոսում, ուրախանում է դրանից, ոնց որ շուկայում բազար է անում։ Դրա համար թուրքը իր բնավորություն ունի, հայը իր բնավորություն ունի, վրացին իր բնավորություն ունի, արաբը իր բնավորություն ունի։ Չի կարելի բոլորը նույն սանդրով սանդրել։ Դրա համար պետք է իմանալ թուրքի բնավորությունը, այսինքն ազգային բնավորությունը, որ չի անհատի։ Թուրքի բնավորությունը պետք է իմանալ։ Ով կիմանա դա մասնագետը։ Իսկ ով է մեր երկրում այս 30 տարվա մեջ որ ղեկավարը մասնագետի կարծիք հարցրել է, այո, մի բան կա, որ այո, ամեն մի հայ վարչապետ է։ Չի կարելի, ասենք, գերմանացու հետ սենց կարած խոսես, ֆրանսացու հետ սենց կարած խոսես անես, բայց թուրքի հետ ուրիշ տեսակ խոսես։ Թուրքի բնավորությունը ուրիշ է։ Այն ժամանակ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ձիթենու ճյուղ էր երկարում, ասում էր եկեք իրար հետ ընկերանանք, կարևտուր անենք եւ այլն, ես ցեղասպանության այդ ապկան դնելու եմ տարակը, հավատացեք, որ մենք եթե իրար հետ լավանանք, այդ պապկան ներքև չի իջնելու երբեք, բայց ինձանից չեք կարող պահանջեք, որ ես դա ջնջեմ, ոչ մեկի չեք կարող պահանջեք Հայաստանից ասեց, ոչ մեկը չի կարող այդ բանը անել ձեզ համար, թուրքերը չհասկացան, որովհետև թուրքի հետ դենց չեն խոսի, թուրքի հետ փափուկ պիտի չխոսաս, թուրքի հետ ուժի դիրքից պիտի խոսաս, անգամ եթե դու ուժ չունես, պիտի հոխորտաս թուրքի հետ, այդ դա է գնահատում ինքը, այդ դա է հասկանում, այն ժամանակ հարգում է քեզ, մեկ, և մտածում է, կարող է մարդը իսկապես իմ դեմ ինչ-որ մի բան կարողանա անի, ու զգուշանում է, հենց որ փափուկ խոսեցիր, ինքը սկսում է հոխորտալ, ու գլուխ է բարձրացնում։ Ու դառնել պահանջատեր։ Լևոնը այդպես էր անում, դրա համար էլ դարիներ շարունակ թուրքերը այո չասեցին, չպատասխանեցին։ Ու ինչ ասես գրում էին թերթերում բաման։ Գիտեք ինչ եղավ, երբ որ Լևոնը գնաց Քոչարյանն եկավ։ Թուրքերը անխտիր կարելի է ասել, բոլոր թուրքական կամ գլխավոր թերթերը նույն բանն վերնակիրը գրել էին։ Ասել գրել էին թե վայ հիմա ինչ են կանելու մենք։ Աղավնիները գնացին, բազեները եկան, իրենք այդպիսի արտահայտություն աղավնիներ եւ բազեներ։ Որովհետեւ Քոչարյանը ավելի բինտ կեցված ուներ եւ այլն, իսկ քանի որ արդեն Լևոնին գիտեին, որ Լևոնը միշտ փափուկ, ընկերական, բարեկամական, խաղաղություն էր ասում,
Հիմա մենք Լևոն Տեր-Պետրոսյանի ու մեկնած ձեռքը չսեղմեցինք, արիթը բաղցրեցինք, վայ հիմա ինչ ենք լինել, պատկերացնում եք ամբողջ Թուրքիան վայ երանում, թե փոքր Հայաստանում բազեներն են եկել իշխանության, սա է բնավորություն է, սա է Թուրքի բնավորությունը, բայց ինչ եղավ, մեկ էլ ըստ Քոչարյանը, քանի որ նորմալ խորհրդատություն էր կողքը, Թուրքին ճանաչող խորհրդատություն էր կողքը, կամ ինքը մտածում էր, թե ես եմ որ կամ ես գիտեմ ամեն ինչ, ինչպես ընդհանրապես տենց են անում բոլորն են, նույն լեզվով սկսեց խոսել, մենք թուրքերից պահանջ չունենք, մեջ խաղում ենք, խաղոտ ունենք, ուզում ենք տոնենք, թուրքերս մի պահ շշմեցին, ասեն, վայ, այս էլ նույնն է, ու սկսեցին, ոչ մի դեպքում մենք հայերի հետ բարեկամություն չենք անի, դուրում չենք բացել, ինչ եղավ նույնն եղավ, մխտրվեց ամեն ինչ, այսպես ասած, հետո Սերժը եկավ, նույն քաղաքականությունը, մենք սենց կանենք թուրքերի հետ բարեկամություն բաման եւ այլն, վախտը բերեց այն ժամանակ, որ ինքը գյուլ գար այն ժամանակ, գյուլը գար, որպես նախագահ, երկրի նախագահ, գյուլին հրավիրեց եւ այլն, բայց ինչ եղավ, Էրդողանը քանդեց, Էրդողանը գնաց Բաքու, այնտեղից հայտարարեց, որ հենց ստորագրությունը դեռ չչորացած, հայտարարեց, որ մենք երբեք այդ պայմանագիրը պարլամենտում չենք ընդունելու, ու տենց էլ մնաց, չէ, Հայաստանը տարիներով սպասեց, որ հենց թուրքերը ընդունեն, դա պարլամենտը բան է, ընդունեն, մենք էլ պիտի ընդունեն, բայց տենց էլ մնաց, թուրքերը չընդունեցին, ինչի, որ թուրքի հետ տենց չեն խոսի, թուրքի հետ տենց չեն խոսի, սա պիտի ամեն մարդ հասկանա, դրա համար էլ այսօր մենք թուրքի հետ վայ խաղաղություն ասելով, մենք ընկանք այս վիճակի մեջը, տեսեք, ինչքան մենք բավարարում ենք բանջները, նոր բանջներ են առաջանում, դա է, թուրքը դա է, որովհետև քանի քեզ թույլ է տեսնում, ինքը իրեն ավելի ուժեղ է զգում, ու նստում է գլխիդ, ամենալավ օրինակը Սարտարապատն է, թուրքերը առաջանում էին, մենք ասում ենք, լավ ես էլ ընդունեցինք, միայն թե ավարտեք պատրազմը, հենց ասում ենք ավարտենք, ասում են չէ, արդեն ժամանակ է անցել, այդ մենք մեր պայմանները ձեզ ներկայացնելուց, մենք կորուստներ ենք ունեցել, ուրիշ պայմաններ են հիմի, Հայաստանը ասում էր, չի ոնց կլինի, չի լինի բանդմանը, ընթացքում օրեր էր անցնում, թուրքերը առաջանում էին, ասում էին լավ է դել ընդունեցին, ասում էին չէ, մի պայման էլ ավել, քանի ուժեղ էին, տենցը, քանի ուժեղ է, այդ մարդը օգտագործում է, դուք ուժեղի հետ, ուժեղի լեզվով պիտի խոսակ, որպես ուժեղ խոսակ, թուրքի հետ, դա է, բայց ինչ եղավ, եկան մինչև Սարդարապետին գլխին դվեցին հայերը, մի անգամից ասեն խաղաղություն, հայը չասեց խաղաղություն են ժամանակ, Սարդարապետում արդվությունից հետո թուրքերը խաղաղություն խնդրեցին, չէ, Ղարաբաղում նույնը չեղավ, Հայր Ալիևը ձեռքերը բարձրացրեց, խաղաղություն խնդրեց, իհարկե այն ժամանակ էլ ինչի խաղաղության պայմանագիր չստորագրեցինք, այլ բանի պայմանագիր չգրագիր ինչ է կոչում զինադատարի պայմանագիր գնքեցինք ոչ մի չհասկացավ ով արեց դա այլ ուրիշ բան սա է թուրքի բնավորությունը սա է թուրքից են այդ ձևով կարող եք ինչ-որ բան ոգեք հասկանալ տեսեք ցեղասպանության ժամանակ է շատեր ասենք ընկնում էին թուրքի ոտերին որ խնայի իրենց ամիջապես սպանում են եւ զզվելով են սպանում ասենց դաժան գերբով սպանում են ով որ թուրքի ոտը ընկնում է թուրքը իրենից զզվում է եւ անպայման վիզը կկտրե իսկ ով որ դիմադրում էր հարկում էին գուցե վերջում սպանվում էր այդ մարդը դիմադրում էր եւ այն բայց հարկում էին Գևորգ Չաուշը օրինակ հարգեցին հարգանքներով թաղեցին Գևորգ Չաուշին չէ սա է այսքանը պետք է հասկանալ եթե թուրքի հետ գործ ունես
Թուրքի բնավորությունը պիտի իմանաս այդ մարդու հետ ոնց խոսես, ոնց վերաբերվես, ամեն մարդ տարբեր բնավորություն ունի, ամեն մարդ դու այդ նույն ձևով չես կարող խոսես, ամեն ազգի հետ էլ նույն ձևով չես կարող խոսես։ Եթե չգիտես, ուրեմն իմացողից պիտի հարցնես։ Դու ամենագետ չես կարող լինես։ Իհարկե։ Այսինքն կարծում եք, որ մեր կառավարությունը երբեք մասնագետների հետ չի խորհրդակցել կամ ուղղակի եղել են վատ Այսօրվա կառավարությունը, ես չեմ կարծում, որ այսօրվա կառավարությունը ինչ որ հայամետ բան է ուզում։ Ուզում եք չբացեմ ավելի։ Այսքանը ինձ թվում է։ Այսօրվա կառավարությունը ուզում է այդպես լինի։ Գիտակցաբար։ Իրա առաքինությունը դա է։ Մյուսները սխալ էին անում, որովհետև ասեցի բացատրեց։ Թուրքի հետ չգիտեին ինչպես պիտի խոսան, սխալվում էին։ Սրանք չեն սխալվում։ Ինչ եք կարծում այսօր Թուրքիայում նոր հրանդինք կծնվի։ Չէ։ Ինչու։ Գիտեք, դժվար է։ Մի 100 տարի առաջ Գրիգոր Զոհրաբունինք 100 տարի հետո հրանդինք ունեց։ Բայց երկուսի վերջին նույնն է։ Եվ ամեն մի հայ էլ թուրքահայ, որը կարող է հրանդինք լինի, ինքը դրա համար է հերու է մնում այդպիսի բաներից։ Հրանդինքը այն խենթերից էր։ Ձեր առաքելությունը որն եք համարում այսօր։ Իմը։ Այո։ Գիտեք ինչ, ես մտածում եմ, որ ամեն մարդ այդ խոսքը դա չէ, եթե իր դրան արջևը հավնի, աշխարհում մի քառակուսի մետր կեղտոտ տարած չի մնա։ Ինձ շատ զգուշացնում են բանանում եւ այլն, անգամ ընտանեկան բարականները, որ ինչ ես ընկել ես բաների մեջ, ես գիտեք շատ հերոստատեսությունով ժամանակին խոսել եմ շատ համարյա օրը լինում էր, որ 2-3 անգամ հարցազրույց հեռախոսով եղավ եւ այլն, բայց ես չի կարա չանի, չի կարա։ Հետո ասում են, ինչ ես փոխելու, ես իմս անում եմ, դու եք կոնը անես, կլնի, մաքուր կլնի, ես իմ տան արջևս ավնում եմ, իմ խեղճս մաքուր է, իմ վաղը որ իմ թորներս ասեմ, բա այն ժամանակ դու ինչ է իրանում, ես իմ կարողությանս չափով անում էի, ինչ որ կարող եմ, հիմա դու նկատեցիք, որ ես չեմ ուզում ներքին քաղաքականության մեջ մտնեմ, որովհետև արդեն ինչ որ ժամանակ է, ես ոչ մի հարցազրույց չեմ տալիս, ոչ մի չեմ խոսում, որովհետև ես հիասթափվել եմ։ Ինչու։ Այս ժողովրդից հիասթափվել։ Գիտեք, գուցե կոպիտ է հնչելու։ Ես մի անգամ էլ դա ասենց կրկնել եմ միկրոֆոնի առաջ, օրինակ եմ տալիս, օրինակ թուրքը ասում է, օրինակի մեջ սխալ չի լինի։ Մարդիկ արջին հեծանիվ քշել են սովորացնում 2 ամսում։ Կապիկին դաշնամուր նվագել են սովորացնում 2 ամսում։ 7 տարի է։ Ես ու իմ նման մարդիկ խոսում ենք, բացատրում ենք, հասկացնում ենք։ Ձայն բարբարո անապատի։ Էй շողոցի մեջ մազաչափ բան չի փոխվում։ Դրա համար ես հիասթափվել եմ։ Այս ժողովրդի ձեռքը կրակն էին գած նաև մի բուր ազգ ներկայացնողները կամ ազգագիրները ինչ անենք։ Մենք էլ բանի հետ պիտի վառվենք։ Թացնել չորի հետ վառվում է ասում, չէ՞։ Մենք էլ պիտի վառվենք իրենց հետ։ Բայց այսպես է։ Ես ինչ կարող էի արեցի, ինչ կարող անեմ։
Հիմա ինչով եք զբաղվում։ Դու ինչ գործերով եմ զբաղվում։ Թարգմանություններ եմ անում, տուրիզմով եմ զբաղվում։ Տուրիզմով։ Բան է, դաժան է։ Տխուր է, բայց այո։ Եվ տխուր է, ես երանի եմ տալիս այն մարդկանց, որոնք այս օրերը չտեսան։ Երանի ես մեռնեի գնայի, որ ես օրերը չտեսնեի։ Թե կարծում որ դժվարությունների շրջանում ավելի հակազդեցության ուժը մեծանում է եւ գուցե ավելի լավ շրջան մտնենք։ Հույսը վերջում է մեռնում, ասում են։ Հույս կա, հույսի նշույլ ունեմ այդ, հույսս շատ վաղուց կտրվել է։ Հույսի նշույլ ունեմ, մեր խնդիրը միայն Աստծուն եմ մնացել, ես միայն Աստծուց եմ օգնություն, ողորմություն սպասում։ Որ գուցե էլի ողորմի մեզ։ Բայց գիտեք, եթե շարունակ նույն սխալները կրկնում ես, դու քո պատմությանդ մեջ։ Ես մի հատուկ պրոգրամ եմ արել իմ լրատվական բանում, ռադիոյում, իմ պրոգրամում, կիսալուսնի մայրամատում, ու մի 2 տարի առաջ մինիմում 100 տարի առաջվա խոսույթները, բաները, դեպքերը եւ այլն, ասենց պարագրաֆ առ պարագրաֆ, թե ասենք Քաչազնունին ինչ ասել է խնդրել կապված, թուրք Էյիպ Փաշան ինչ ասել եւ այլն եւ ինչերը կատարվել, եւ ասեցի միայն անունները, տեղերը փոխեք եւ այն, ու վերջացավ։ Խոսույթը նույնն է։ Նույն ամեն ինչ նույն, կատարվածները նույնն են։ Ամեն ինչ նույնն է։ 100 տարի առաջ, 100 տարի հետո նայեք 1918 թվականը եւ այլն, այդ թվականը, այսինքն ուղղակի համարյա ուղիղ 100 տարի։ 100 տարի առաջ։ Ինչ էր կատարվում, այսօր ինչ է կատարվում։ Նույն բաները։ Միջոց 100 տարի առաջ էլ ասում են մենք Թուրքի հետ լեզու գտնենք, ցեղասպանությունը նոր է ավարտվել կամ համարյա թե չի ավարտվել։ Պատկերացնում եք այդ ժամանակները մենք Թուրքի հետ կարող ենք լեզու գտնենք, գնանք Թուրքի հետ խոսենք, ասողներ կային։ Նույնը այսօր կա, չէ՞։ Գնա լեզու գտնենք։ Վերջում ով է դուժելու, ով շահելու է, կամ ով է դուժում, ով շահում է սպայն մարդը։ Գիտեք, քաղաքականությունը հեշտ բան չի։ Քաղաքականությունը արվեստ է։ Եվ աշխարհում տարբեր ժողովուրդների մեջ եղել են շատ լավ քաղաքական գործիչներ, Բիսմարկ, Գերմանիայում։ Եվ նորից կներկայացնած գերմանացիք մխտրեցին Բիսմարկը։ Թագավորը, երդասարդ թագավորը եկավ, իրեն նույն վիճակը թվաց թե ես եմ որ կամ, ես ամեն ինչ գիտեմ, ամեն ինչ կարամ եւ այլն, Բիսմարկը հնացած, բառաված, բեվան, թուրքի Բիսմարկը ընդիր քաղաքականություն էր վարում ռուսների հետ։ Ասեց նայում դե այն ժամանակ թագավորություններ էին, չէ՞, ու թագավորությունները իրար հետ, բան է, բարեկամություն կապի մեջ էին։ Նայում հոր եղբայրս եմ, հոր եղբայրս ինչ հոր եղբայրն էր կարծեմ, ես գիտեմ իրեն ինչ պիտի խոսեմ բան, գնաց այնպես բաներ արեց, այդ ամբողջ Բիսմարկի սարկածը քանդեց։ Իսկ Բիսմարկը բան էր, ընտիր աշխարհի ամենալավ քաղաքական գործիչներից մեկն էր։ Ոսկերչական աշխատանք։ Բանում, Անգլիայում, Իսրայելի։ Բապտյո մեջ անցած մարդը։ Եվ բանը, այդ վարչապետի այն ժամանակ, սրան չի սիրում, սրա խորհրդատուն, պատկերացուք այս խորհրդատու է, ասում է, լավ ասում է, այս մարդուն չես սիրում, զզվում ես, իր այդ ամեն անգամ գրվում ես, ազատ է գնա, ասում է, գիժ ես դու, իրանից լավ արկոստաղար, որտեղից մի ջարեմ ես, այսա քաղաքական մտածել ագերբ է, դու իրան չես սիրում, զզվում ես իրանից, ամեն անգամ գրվում ես, վիճում ես իր հետ, բայց չես ազատում, որովհետև գիտես, որ սա լավ քաղաքական գործիչ է, լավ դիպլոմատ է, ոնց կարող ես։ Իսկ որ երկրում այսօր կա այդպիսի մտածելակերպ։ Մանավանդ մեզ մոտ։ Կա այդպիսի մտածելակերպ, չկա։ Դրա համար էլ չենք կարող առաջ գնանք։ Նրանք առաջ գնացին։ Տեսեք,
Բիսմարկին բան արեց, հանեց իր տեղից եւ այն ու Գերմանիան կորցրեց։ Իսկ այն մարդը չանեց Իսրայելին իր դիրքից ու շահեց։ Սա է։ Եվ լավ քաղաքական գործիչներ կարելի է ոնց մատով հաշվել, ասենք Քիսինջերը կար Ամերիկայում։ Մարդը շատ բան հասկանում էր, տեսնում է, բաներ անում, որ կարող է մեզ դուրս չկար, սակայն իր երկրի համար լավ բաներ անում մարդը։ Առանց ցեղասպանության, չգիտես ինչի բանի, եւ սխալին էլ սխալ ասում էր, անգամ երբ որ արդեն ինքը քաղաքականության մեջ չէր ուղղակի, ինքը ասում էր սխալ է գանում այս բանը։ Ու տեսնում ենք, որ դա սխալ է իսկապես, այդ մարդը ճիշտ էր ասում։ Քաղաքականությունը, դիվանագիտությունը արվեստ է։ Ու անմաչիկա, ով կարա դրան պետք է բերել։ Գիտեք, ժողովուրդը այնպիսի բաներով է ընտրում մարդ։ Որովհետև սխալ է, մենք դեմոկրատիա չունենք։ Մենք փաստորեն ունենք օկտոկրատիա։ Ինչի համար գիտեք։ Որովհետև այսօր ինչ որ կա աշխարհում դեմոկրատիա գոչվածը, դա դեմոկրատիա չէ։ Դեմոկրատիան որտեղից դուրս եկա հին Հունաստանից։ Իսկ հին Հունաստանում ժողովուրդը երկու մասի էր բաժանված՝ դեմոս եւ օխլոս։ Օխլոսը մեծամասնություն էր, բայց այդ անգիրտ մասանները, անգլուխ մասաները, անգրագետ եւ այլն եւ դրանք իրավունք չունեին ընտրելու եւ ընտրվելու։ Դրանք օխլոսներն էին։ Դա օխլոսներ։ Դեմոսը գիրտ, խելոք, հարուստ, գրթված եւ այլն ուսում ստացած փիլիսոփաներ, չգիտես ինչ են, այսօր դեմոսն է։ Դեմոսը թե ընտրելու, թե ընտրվելու իրավունք։ Դրա համար առաջ էր գնում պետությունը։ Հետո ինչ արեցին։ Դեմոկրատիան լավ մոդել է ասեցին, ժողովուրդը դեմոս է, ոչ։ Հին Հունաստանում ժողովուրդը դեմոս չէր։ Մենք սխալ ենք ասում ժողովուրդավարություն։ Հա, ժողովուրդավարություն է, այո։ Այս կատարվածը, բայց դեմոկրատիա չէ, ժողովրդավարությունը ուրիշ բան է, դեմոկրատիան ուրիշ բան է։ Էլիտներ են դեր։ Հիմա ժողովուրդը այս մտածելու կամ քաղաքական մտքի դեր չեղող ժողովուրդը որոշում է թե ով պիտի ընտրվի։ Բայց դա մասնագիտություն պետք է լինի։ Դուք ասենք կոշկակարի կգնաք, որ ձեր ատամը բուժի։ Չի կանի, չէ՞։ Բայց մենք տենց ենք անում այսօր։ Բա մենք համասարան ունենք, միջազգայնագետներ, չգիտես ինչներ, դիվանագետներ ենք հասնում։ Դրանք թողնում ենք մի կողմը, ինչ որ մի հատ լրակրող, մի հատ չգիտես ինչ բերում ենք իշխանության գլուխ։ Մի հատ նայեք պարլամենտում նստածները։ Ու դա կերը ինչ է։ Պարլամենտը օրենսդիր է։ Օրենք պիտի։ Ախր մեր պարլամենտում ունեինք նախկինում ավելի վատ էր, իհարկե, այսօր էլ մի բան չէ։ Մարդը հայերեն խոսել դու ունակություն չունի, օրենք պիտի պատրաստի այդ մարդը։ Օրենքը ով պիտի, ես չեմ կարող պատասխանել, դու էլ չես կարող։ Այդ մարդը բան պիտի լինի, օրենքի մասնագետ պետք է լինի, իրավաբան պիտի լինի։ Եթե ես օրենքից իրավաբանությունը չեմ հասկանում, ոնց կարող եմ օրենք պատրաստել։ Դրա համար էլ օրենք են հանում, օրերով, շաբաթներով նստում քննարկում են հարյուրներով, օքեյ, հայի, ու հետո վերջում տեսնում ենք օրենքը լիքը թերություններն է, սկսում են օրենքը ուղղել ըստ այդ թերությունների։ Ոնց կլինի։ Ոնց որ ես կոշկակարին չեմ վստահի իմ ադամը սարքելը, ոնց չեմ վստահում ես պարլամենտին։ Մասնագետ պիտի լինի, մասնագետ։ Անկամ նախարարները մասնագետ չեն, որը նախարարներին դեպս չենք ընտրում, կարանք նշանակենք, մասնագետ կարանք նշանակենք, չէ։ Որ նախարարը մեր այսօրվա թեկուս, որ նախարարը մասնագետ է, իր այդ նախարարության մասնագետն է։ Ոչ մեկը։ Ոչ մեկը։ Հետո ինչ եք ուզում եք, որ ամեն ինչ նորմալ բան է։ Լավ էլի մտանք ներքին քաղաքականության թուրքագիտությունից երացանք։ Շնորհակալ եմ։ Կարծում եմ բավականին
հետաքրքիր ու բազմաշերտ զրույց էր։ Դու շատ հարցեր առաջացրիք ու շատ հարցերի պատասխաններ տվեցիք։ Կուզեմ վերջում խորհուրդ տաք նյութեր, գրքեր, գուցե հաղորդումներ բոլոր այն մարդկանց, որոնք դիտում են եւ մեր ոդքասթը եւ ուզում են ավելի խորացնել գիտելիքը այս մեր քննարկած թեմաների շուրջ։ Օրինակ իմ ռադիոյի ծրագրամը Կիսալուսնի մայրամուտը հենց այդ նպատակով սկսեցինք մենք արդեն 10 տարին անցավ 12 տարի եղավ ինչ է ամեն շաբաթ մեկ ասենք կարող է պակաս լինի ամեն շաբաթ մի ծրագրամ ենք գրում մի կես ժամանոց եւ նպատակը այն է որ Թուրքիան այնպես ինչպես որ գա եւ ինչպես որ ոչ մի գրքից ոչ մի հոդվածից ոչ մեկի պատմածից չես կարող լսեք YouTube-ով կարող են գտնել նաև YouTube-յան հաղորդումները հասանելի են 300-ից ավել էպիզոդ ունեք կարծեմ ասում եմ 10 տարուց ավել է որովհետև ինչպես որ ասեցինք Թուրքիայում ամեն բանի մասին չի խոսվում չի կարելի խոսվել չի կարելի գրել կան բաներ իմիջիայլոց մեկը կար տարիներ առաջ մի հատ բան կարդացել էի ասում էր Թուրքիայում ամեն ինչի մասին չես կարա հանրայնացնես դե ասում էր ուզում եմ տեսնեմ այդ դղուն որ այս բանի մասին դոկտորական աշխատանքի անում այս բանի մասին անում է չես կարանես ուղղակի չեն թողնի ու առաջտել կկտրեն չես դառնա դոկտոր ընդհանրապես բան չես դառնա ու քեզ դեղել չեն դա համալսարանում եւ այլն արդեն քո գործը վերջացած է իսկ միշտ կողմից պետական պատմագրության եթե հետևում ես ասենք հայու նկատմամբ թշնամություն եւ այլն ցեղասպանության հետ կապված թուրքական տեսակետը տարածում ես եւ ու առաջ կգնաս գրքերը ձրի կտպեն, պետությունը կտպե, ինչքան որ ուզում ես կթարգմանեն տարբեր լեզուների, դու բան կունենաս, դեղ կունենաս համալսարանում եւ առաջ կգնաս դոկտոր էլ հեշտ կդառնաս։ Սա է Թուրքիայում դրա համար կան բաներ, որ թաբու բաներ կան։ Ինչպես որ ասենք սուտերի վրա է հիմնված այս ամեն ինչը։ Օրինակ սուտերից մեկը այն է որ ժողովուրդներն են զորացրած որ այսօր որ թուրքին հարցնեք ասում ես մաքուր թուրք եմ ու օղուզներից եմ եկած ընդամենը քանի օքի են այդ կամ օսմանյան այդ բանը 100 վրաներ ընդամենը սաղը այդ 100 վրանից դուրս եկաք ոչ իհարկե մեկը բարձվում է որ իրա նախնիների մեջ հայ կա, հույն կա, չգիտես ինչ կա։ Վերջերս այդպես մի տեսանյութ էր տարածվել, գենետիկ անալիզ էին արել, պարզվել էր հայ։ Մեկը անձնասպան էր եղել։ Ինքնասպան էր եղել մարդը, որ բանը որպես փաստաթղթերից բարձր էր, որ ինքը հայ է։ Որովհետև այդ մարդու ուղեղը այնքան լվացված է։ Հիմա կան մարդիկ, որ ինձ գային մարդիկ են, որ Հայաստանի մեջ սկսեցին համշինցիների մասին ինչ-որ բան լսել, մենք գիտեինք միշտ համշինցիներին ասել, բայց Հայաստանում չգիտեին։ Մի անգամից մոդա եղավ, մարդիկ կային, որ ասում էին, մենք գնանք համշինցիներին ասենք, որ ուրախանան իրենք, որ բանը հայ ժողովրդի զավակներ են, բան ասում են, դուք գիշ չեք։ Այդ մարդը մեծ հպարտություն է զգում, որ թուրք է, իսկ հայը իր համար ամենաստոր ժողովուրդն է։ Համշենը հայերի մասին է խոսքը։ Թուրքերի մասին, Թուրքիայի մասին է խոսքը։ Թուրքիայում ամեն մարդ համշինցի լինի, քուրդ լինի եւ այդպես է կրթվում ծնածորբանից։ Հիմա այդ մարդուն գնաց ասես, գիտես, դու ստոր թուրքի ցեղից չես պատկանում, այլ հայ ցեղին ես պատկանում, պետք է գլխիդ։ Ուղղակի։ Ձեզ կուտես կամ կսպանեն։ Հենց համշինցին։ Իմ շատ համշինցիներ երկու տեսակ կա, արևելյան համշինցի, արևմտյան համշինցի։ Արևելյան համշինցիները հայերեն խոսողներ են եւ ավելի մոդեռն ասեն այդ գաղափարին, իսկ արևմտյան համշինցիները մոլերանտ մուսուլման են
Եվ այնտեղ միշտ քանի անգամ դեպքեր եղել, որ ասեն մեր հայրից գնացել են այնտեղ խոսել են, ծեծեն գերել օրինակ բան եղել։ Որովհետև գիտեք, կա մի մաս, որ չգիտի թե ինքը հայ է, օրինակ։ Կա մի մաս, որ գիտի ու թաքցնում է։ Չի ուզում բացվի, եւ դա էլ բան է, քեզ համար վտանգավոր է։ Մարդը չի ուզում, որ հայրենի մասին խոսվի։ Իրա բանը, իրա կյանքը չի ուզում փչացնես դու։ Այն որ ասում են, քանի միլիոն լիքը ասենց թվեր են պատտվում, քանի միլիոն հայ կա, քանի միլիոն համշինցի կա, բան, ասես խոսքեր են։ Նախ համշինցիները միլիոններ չեն, տասնյակ հազարներ են։ Իսկ ընդհանրապես թուրքացած հայեր եւ այն կան, իհարկե լիքը կան, սակայն նրանք նաեւ խառնված են հիմա, ասենք տատիկը հայ է, դա հատկապես քրդերի մոտ, համարյա ամեն մի քրդական տանը մի հատ հայ տատիկ կա, եղել է, հիմա վարտանում են դրանով, իմ տատիկս էլ էր հայ, իմ պապս ազատել է, ասեն միշտ ասում եմ, այդքան մարդասեր էր, հա քո պապը, հա մարդասեր էր, հայ աղջիկ է բրգել, այդքան մարդասեր էին քո ձեր պապերը, ինչի միայն աղջիկ երկնի էին բրգում, մի հատ տղա բրգած չկա, ինչի ոչ մեկի պապը հայ չէ, բոլորի տատն է հայ։ Ինչ հետաքրքիր բան եք ասում, չէի մտածել։ Բայց այսօր ուզում եմ մեր աչքը մտնել, իմ տատս էլ է հայ։ Հա, մարդ կա, որ ավելի, ասենք, հագված է, ես հանդիպել եմ մի քուրդ աղջկա, որ ասում էր, որ տատս հայ է, ինչ որ մի վանից քուրդ գործարարներ, բան հարուստ մարդիկ եկել էին մի հատ օր, ինքն էլ բանը գործարարների միության սեկրետարներ եւ հիմա դոկտոր է գրթված աղջիկ է շատ խելում եկել այստեղ սկսեց լացել ասում է ինձ տեսնողը ասում է դու մեզ ես նման դու հայ ես բարձում է բանը տատիկը հայ էր եւ շատ իրեն մոդ էր զգում այդ տատին հայության եւ այն Պեսներ կան իհարկե, անգամ ես գնացել էի Իվան, իրեն տեսա, աղբորը կանչեց, եղբայրն էլ, շատ հայության շատ մոդ, բայց վերջո մի հատ տատիկն է հայ։ Հիմի, այդ մարդիկ հայ են, ո՞րն է հայ։ Լիքը կան, այո, մի քանի միլիոն կան, գուցե, մի միլիոն կա, տատիկը հայ եղող քուրդ, հայ են։ Դրա համար կան մարդիկ, ինչպես ասացի, որ չգիտեն ընդհանրապես, կան մարդիկ, որ գիտեն ու թաքցնում են, կան մարդիկ, որ եւ իրենց մեջ շատ մեծ տոկոս կա, օրինակ այն ֆաշիստական այդ կազմակերպությունների մեջ շատ են իրենց։ Բայց մի մասը չգիտի, մի մասը գիտի։ Գիտեք, այդ մարդը որ գես հայ գես թուրք է իր արչև երկու ճանապարհ կա կամ պիտի շատ մարդասեր լինի այս բաները ընդունի ամեն ինչ հա հայությունը ված չէ եւ այն ասի կամ էլ պիտի կարճի բանի նացիոնալիզմի ոչից եւ իրեն թակավորից ավելի թակավորական ներկայացնի բոլոր մահմեդացածները այդպես էին, որովհետև աչքը իրենց վրա էր։ Միշտ այդպես են ապրել։ Օրինք անգամ նամազ էին անում եւ բոլորը նայում էին։ Գյավուրը նամազ անում է, թե չի անում։ Գյավուր է մնացել, թե մուսուլմանացել է։ Անպայման գնում էին Մեկկա։ Այդպես էր իրենց։ Եվ ինձ գային մարդիկ, որ պատմել են, որ բանը Ռամադանի ժամանակ, օրինակ դղոլով գիշերը, այսինքն առավոտվա ժամը 4-ին կանիսին է, բանը դղոլ է նվագում, որ մարդիկ վեր կենան, ժամանակին ժամացույց չկար, բան չկար, որ զարթնեն, դղոլով արթնացնում էին, որ բանի ջաշ ուտեն, որ արևածագից հետո այլևս չես կարող ուտես։ Դա համար սահուրի ելնել ասում են, սահուրին վրա ելնում են ջաշ են ուտում,
որ լույսը բացվեց, այլև չես կարող ես մինչև արև մարի մտնելը։ Հիմա դրա համար տհոլը փողոցներով մաներ գալիս, հիմա էլ նորից մոդա եղած է քաղաքներում էլ այս մոդեռն ժամանակում տհոլ նվագողներ ով են նվագում բանանում։ Եվ ասում էին, որ այդ տհոլջին գյուղում գալիս էր անպայման մեր դան արչե մեր լուսամուտի տակներ տհոլը խփում։ Գավուրի տունը։ Որ գավուրը վեր կենա, բանը ճաշի ուտե որ ամբողջ օրը պիտի չուտե, նամազ անի եւ այլն։ Բայց սա է Թուրքիան։ Այս Թուրքիայի դեք ուզում դուք բարեկամություն անեք։ Շնորհակալություն։ Ես նշանակում։ Մեր վերջին ամփոփիչ խաղ է, այսպես ասած, խաղանք փորձենք դրական տրամադրությամբ ամփոփել մեր զրույցը։ Մենք ունենք վերջում 3 պատմություն, որ մեր հյուրերն են պատմում։ 2 պատմությունը ճիշտ պատմություն է, մեկը լինում է կեղծ պատմություն եւ մեզ դիտող լսողները զրույցից ձեզ որքան բացահայտեցին եւ ճանաչեցին, փորձում են գուշակել մեկնաբանություններում, որն է ձեզ չվերաբերող պատմությունը։ Կարող եք մտածել, պատմել 3 բան, որ կատարվել է ձեզ հետ, մեկը սուտ, ու տեսնենք ով կգուշակի, կամ կարող եք ասել 3 փաստ ձեր մասին, որ գուցե չեն ակնկալի կամ այսօր չանդրադարձանք ու դա նորովի կբացահայտի ձեզ։ Իսկ վերջում արդեն ոդքասթից հետո կադրից դուրս հատված կնկարենք եւ ովքեր մեզ միացել են ամսական բաժանորդագրությամբ, իրենց կուղարկենք ճիշտ պատմությունը։ Ես մի հատ սովորություն ունեմ, ասենք զարմիկներ ունեմ բանում, որ գնում եմ տեսնում եմ զարմիկս ծնվել է եւ իմանամ թե տղայի աղջիկ է, դեռ ինձ չասած, գնում եմ նորացնեմ, մի հատ չափալախ եմ տալիս։ Լավ։ Շատ անսպասելի է։ Երբ աչքերը բացվում են, զարմանում եմ։ Այդ որ լացեց, ուրեմն աղջիկ է։ Այդ որ չտենը դուր չեկալ չլացեց, ուրեմն տղա է։ Շատ լավն է։ Երկրորդ պատմությունը։ Ես պատմության մեջ առաջի անգամ թուրք եւ հայ լեռնագնացներին միացրել եմ ու իրար հետ ես իրենց հետ միացին բարձրացել ենք Արագած։ Շատ լավ։ Ու լավ ծուն ձմեր էր դրան մեջ ամենով բարձրացել ենք։ Ես անհամբեր սպասում եմ կադրից դուրս հատվածը նկարում, որ ինքս գուշակեմ, եւ երրորդ պատմությունը։ Երրորդը բադայեց այնպես, որ մի անգամ մի թուրքի կյանքն եմ փրկել ես։ Ծով ենք գնացել ընկերոջս հետ, մեկը արդեն համարյա թե խեղդվել էր ջրի մեջ, տեսա գնացի, լողացի, անեցի, հետո որ եկել էի Հայաստան մի ընկերոջս պատմում է, ասեց, այդ տղա մենք ուզում ենք իրենք բակասեն դու դու ես չբակասեն։ Շատ լավ, շնորհակալ եմ Տիրան, շատ հաճելի հետաքրքիր զրույցի համար եւ ուրախ նոտայով ավարտելու համար։ Ես շնորհակալ եմ։